Հզոր մագնատը կորցնում է իր կյանքի վերահսկողությունը, երբ նրա մայրը դատապարտվում է հաշմանդամության։ Երբ նույնիսկ լավագույն բժիշկները հրաժարվում են, հայտնվում է 10-ամյա մի աղջիկ, բուժման անհավանական խոստումով։ Այն, ինչ տեղի է ունենում հետո, փոխում է ոչ միայն հիվանդի մարմինը, այլ ամբողջ ընտանիքի հոգին։ Մինչ սկսելը, դարձեք մեր ընտանիքի անդամ այստեղ, ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, այն շատ է օգնում մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես սիրում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Այդ երեքշաբթի օրվա կեսօրին Մանուկյանների առանձնատան լռությունը կապարի պես ծանր էր։ Էդվարդը քայլում էր մարմարե սպիտակ միջանցքներով, նրա քայլերի արձագանքը լսվում էր դատարկության մեջ, որը կարծես կլանում էր նորմալության ցանկացած փորձ։ 42 տարեկանում այս մարդը կայսրություններ էր նվաճել, միլիոնավոր դոլարների գործարքներ կնքել, ցանկացած խորհրդակցությունների սենյակում նրա ներկայությունը բավական էր, փոխելու ամբողջ կորպորացիաների ընթացքը։ Բայց այստեղ, այս տանը, որը մի ժամանակ լի էր ծիծաղով ու աշխույժ զրույցներով, Էդվարդ Մանուկյանն իրեն ավելի փոքր էր զգում, քան մոլորված երեխան։ 7 ամիս էր անցել, ինչ նրա մայրը, Հելեն Մանուկյանը, կաթված էր ստացել, որը փոխել էր ամեն ինչ։ 72 տարեկանում տիկին Հելենը միշտ եղել էր ընտանիքի մայրապետը, ուժեղ անհատականությամբ մի կին, որը տունը ղեկավարում էր ամուր ձեռքով, բայց առատաձեռն սրտով։ Նա էր, որ կազմակերպում էր ընթրիքներ 50 հոգու համար, անձամբ խնամում էր պատշգամբի հասմիկների այգին, կարծիք ուներ ամեն ինչի բոլորի մասին, իսկ հիմա անշարժ պառկած էր գլխավոր ննջասենյակի մահճակալին, կախված սարքերից խնամողներից ամենատարրական կարիքների համար։ Էդվարդը կանգնեց մոր սենյակի կիսաբաց դռան առաջ։ Ճեղքից տեսնում էր Ռոզային, 15 տարուց ավելի տանն աշխատող սպասուհուն, որը շտկում էր Հելենի գլխի տակի բարձերը։ Ռոզան միջին տարիքի կին էր, սմազերը միշտ անթերի հավաքած կոկոնով, տարիների ընթացքում դարձել էր ավելին, քան պարզապես աշխատող։ Նա գրեթե ընտանիքի անդամ էր։ Նրա աչքերում լուր տխրություն կար, երբ խնամում էր տիկին Հելենին, կարծես կիսում էր այն ցավը, որ տեսնում էր այդքան կենսունակ կնոջը հասցված այս վիճակին։ Գործարարը խորը շունչ քաշեց մտավ սենյակ։ Հելենը պառկած էր, աչքերը հառած առաստաղին, առանց որե արձագանքի իր ներկայությանը։ Նրա ալեխառն մազերը սիրով սանրել էր Ռոզան, նա հագել էր վարդագույն գիշերազգեստ, որը Էդվարդը ճանաչեց որպես նրա սիրելիներից մեկը։ Բայց կյանք չկար այն աչքերում, որոնք մի ժամանակ փայլում էին խելքով ու վճռականությամբ։ Այսօր ինչպե՞ս է նա, Ռոզա, հարցրեց Էդվարդը, մոտենալով մահճակալին զգուշորեն դիպչելով մոր ձեռքին։ Մաշկը սառն էր, Հելենը որե արձագանք չցուցաբերեց շփմանը։ Ռոզան հոգոց հանեց, շտկելով տիրուհու վրայի ծածկոցը։ Նույնն է, պարոն Էդվարդ։ Ճաշին մի փոքր ապուր կերավ, բայց դրանից ավելի բան չկա։ Նրա ձայնում տարիների խնամք ու անկեղծ անհանգստություն կար։ Էդվարդը գլխով արեց, զգալով անզորության ծանոթ զգացումը, որը սեղմում էր կուրծքը։ Վերջին ամիսներին նա հարստություն էր ծախսել, խորհրդակցելով երկրի լավագույն նյարդաբանների հետ։ Նա թռել էր Երևան, Գյումրի, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, երկրորդ, երրորդ, 10-րդ կարծիք փնտրելու։ Բոլորը հանգում էին նույն կործանարար եզրակացությանը։ Ուղեղի վնասվածքները չափազանց լայնածավալ էին։ Հելենն այլս երբեք նույնը չէր լինի։ Լավագույն դեպքում կարող էր վերականգնել որոշ հիմնական շարժումներ, բայց նորից խոսել, քայլել, նորից ինքն իրեն լինել։ Բժիշկները պրոֆեսիոնալ ափսոսանքի արտահայտությամբ գլուխներն էին թափահարում։ Դոկտոր Ռոբերտ Կարապետյանը, նյարդաբանը, որը ամիսներ շարունակ հետում էր դեպքին, վերջին խորհրդակցության ժամանակ հստակ էր ասել. Էդվարդ, դուք պետք է ընդունեք իրականությունը։ Ձեր մայրը պալիատիվ խնամքի կարիք ունի։ Նրան հարմարավետ պահեք, բայց ինքներդ ձեզ մի տանջեք անիրատեսական սպասումներով։ Բժշկությունն իր սահմաններն ունի։ Սահմաններ։ Այս բառը դատավճռի պես հնչում էր Էդվարդի մտքում։ Նրա ամբողջ կյանքը սահմաններ հաղթահարելու, խոչընդոտներ հաղթահարելու, լուծումներ գտնելու մասին էր, որտեղ ուրիշները տեսնում էին անհնարինություն։ Բայց ահա նա, մարդը, որը զրոյից կայսրություն էր կառուցել, լիովին պարտված մի մանրադիտակային թրոմբի կողմից, որը գողացել էր իր մորը հենց իրենից։ Ռոզան ավարտեց սենյակի կարգի բերումը, շարժվեց դեպի դուռը։ Պարոն Էդվարդ, ես գնամ ընթրիքը պատրաստեմ։ Տիկինը որե բանի կարիք ունի։ Էդվարդը գլուխը թափահարեց, դեռ բռնած մոր անշարժ ձեռքը։ Ոչ, Ռոզա։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում ես նրա համար։
Սպասուհին ջերմորեն ժպտաց. Տիկին Հելենը խնամել է ինձ, երբ իմ Իզաբելլան ծնվեց, հիշում եք։ Թույլ տվեց 2 ամբողջ ամիս տանը մնամ, նույնիսկ մասնավոր բժշկի գումարը վճարեց։ Հիմա իմ հերթն է փոխհատուցելու։ Իզաբելլա։ Էդվարդը Ռոզայի դստերը ճանաչում էր փոքրուց, 10 տարեկան խելացի մի աղջնակ, որը երբեմն մոր հետ գալիս էր հանգստյան օրերին, երբ դպրոցը չէր աշխատում։ Կենսախինդ երեխա, լի հարցերով միշտ թիտակ ինչ-որ գիրք։ Հելենը սովորաբար կատակում էր, թե Իզաբելլան բժիշկ է դառնալու, երբ մեծանա, այնքան մեծ էր նրա հետաքրքրասիրությունը մարդկային մարմնի հիվանդությունների նկատմամբ։ Ռոզայի հեռանալուց հետո Էդվարդը մնաց սենյակում, դիտելով մոր խաղաղ դեմքը։ Հիշեց, թե երբ փոքր էր հիվանդանում էր, ինչպես էր մայրը նրան խնամում անսահման համբերությամբ, հատուկ ապուրներ պատրաստելով, հեքիաթներ պատմելով, մինչ նա քներ։ Հելենը միշտ ասում էր, որ սերն աշխարհի լավագույն դեղամիջոցն է, որ ինչ-որ մեկին խնամելը աղոթքի միծ է։ Ինչպես էր նա իրեն զգում հիմա, բանտարկված այս մարմնում, որը չէր ենթարկվում իր հրամաններին։ Գործարարը որոշեց դուրս գալ մաքուր օդ շնչելու։ Առանձնատունը, չնայած իր 2000 քառակուսի մետրին, երբեմն կարծես խեղդում էր տխրության ծանրությամբ։ Նա քայլեց դեպի գրադարան, մի միջավայր, որը միշտ եղել էր նրա ապաստանը դժվար պահերին։ Մահագոնի գրադարակները հասնում էին մինչ բարձր առաստաղը, լի գրքերով, որոնք Հելենը հավաքել էր իր կյանքի ընթացքում։ Նա անհագ ընթերցող էր, հետաքրքրված ամեն ինչով, դասական գրականությունից մինչ պատմական անձանց կենսագրություններ։ Էդվարդը ընկավ կաշվե բազկաթոռներից մեկի մեջ, ձեռքերը տարավ դեմքին, զգալով չսափրված մորուքը։ Երբ էր վերջին անգամ մի ամբողջ գիշեր քնել։ Գործերը վարում էր իր թիմը, բայց նա գիտեր, որ չի կարող անորոշ ժամանակով բացակայել։ Ընկերությունը նրա կարիքն ուներ, ինչպես մայրը։ Կարծես նրան 2 հակառակ ուղղություններով էին քաշում, չկարողանալով լիովին նվիրվել ոչ մեկին։ Հենց այդ պահին միջանցքում թեթ քայլեր լսվեցին։ Գրադարանի պատուհանից նա տեսավ, թե ինչպես Ռոզան այգով անցավ դեպի իր տունը, կալվածքի հետնամասում։ Բայց քայլերը շարունակվեցին, շուտով գրադարանի դռան մոտ հայտնվեց մի փոքրիկ կերպարանք։ Իզաբելլան էր, գանգուր մազերը 2 պոչիկներով հավաքած, դպրոցական համազգեստով վարդագույն պայուսակը մեջքին։ Ձեռքերում բռնել էր մի հաստ, դարչնագույն կաշվե կազմով գիրք, որը հին ու խնամված տեսք ուներ։ Բար, Էդվարդ Քերի, ասաց նա, օգտագործելով այն ջերմ դիմելածը, որը Հելենն էր սովորեցրել։ Չնայած նրանք հարազատներ չէին, աղջիկը միշտ նրան այդպես էր դիմել։ Բար, Իզաբելլա։ Մայրդ արդեն տոն գնաց։ Աղջիկը գլխով արեց, բայց չշարժվեց դռան մոտից։ Նրա մեծ, մուգ աչքերը դիտում էին Էդվարդին մի լրջությամբ, որը զարմացրեց նրան։ Այնտեղ ինչ-որ բան կար, մի լրջություն, որը հազվադեպ էր հանդիպում 10 տարեկան երեխայի մոտ։ Էդվարդ Քերի, կարող եմ մի բան հարցնել։ Էդվարդը գլխով արեց, հետաքրքրված։ Իզաբելլան միշտ եղել էր դաստիարակված հարգալից երեխա, բայց նա վճռական, երբ մտքում ինչ-որ բան ուներ։ Ինչպես է Հելեն տատիկը։ Այն ձը, որով նա դիմում էր մորը, միշտ հուզում էր Էդվարդի սիրտը։ Հելենը խնդրել էր Իզաբելլային իրեն այդպես դիմել փոքրուց, ասելով, որ յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալ հոգատար տատիկներ։ Գործարարը հոգոց հանեց։ Այնքան էլ լավ չէ, Իզաբելլա։ Բժիշկներն անում են ամեն ինչ, ինչ կարող են, բայց նրանք հանձնվել են, չէ՞։ Աղջկա հարցը ուղիղ էր, առանց շրջանցումների։ Էդվարդը զարմացած նայեց նրան, դիտարկման հասունությունից։ Ինչպես գիտես։ Իզաբելլան մտավ գրադարան, մոտեցավ բազկաթոռին, որտեղ նստած էր Էդվարդը։ Մայրս տխրում է, երբ խոսում է Հելեն տատիկի մասին։ Եվ երեկ ես լսեցի, երբ դոկտորը ձեզ ասաց, որ այլս անելու բան չկա։ Էդվարդը կրծքում սեղմոց զգաց։ Երեխան ամեն ինչ նկատել էր, մեծերի ցավը, տան վրա կախված անհուսությունը։ Դա բարդ է, Իզաբելլա։ Երբեմն բժշկությունը չի կարողանում ամեն ինչ բուժել։ Աղջիկը մի պահ լուռ մնաց, գիրքը սեղմելով կրծքին։ Հետո, մի վճռականությամբ, որը ստիպեց Էդվարդին ուղղվել բազկաթոռին, նա ասաց. Ես կարող եմ օգնել Հելեն տատիկին լավանալ։ Գործարարը քնքշորեն ժպտաց, պատկերացնելով, որ երեխան ուզում է նկարներ կամ նամակներ առաջարկել մորը ուրախացնելու համար։ Դա շատ բարի է քո կողմից, Իզաբելլա, բայց դա միայն բարություն չէ, Էդվարդ Քերի։ Ես գիտեմ, թե ինչպես անել, որ նա նորից քայլի։
Էդվարդի ժպիտը անհետացավ։ Նա նայեց աղջկան, որը նրան նայում էր բացարձակ լրջությամբ։ Իզաբելլա, սիրելիս, ես գիտեմ, որ ուզում ես օգնել, բայց այն, ինչ ունի Հելեն տատիկը, շատ լուրջ է։ Հայաստանի լավագույն բժիշկներն արդեն ասել են, որ բժիշկները ամեն ինչ չգիտեն։ Ընդհատումն արվեց մի համոզմունքով, որը Էդվարդին անխոս թողեց։ Իզաբելլան բարձրացրեց գիրքը, որը կրում էր. Իմ նախատատը այս գիրքը թողել է իմ տատիկին, որը թողել է իմ մայրիկին, որն էլ ինձ տվեց, երբ ես 8 տարեկան դարձա։ Այստեղ բաներ կան, որոնք այսօրվա բժիշկներն այլս չեն սովորում։ Էդվարդը ավելի ուշադիր զննեց գիրքը։ Կաշվե կազմը մաշված է ժամանակից, բայց լավ պահպանված։ Տեսանելի վերնագիր չկար, միայն մի քանի փորագրված խորհրդանիշներ, որոնք նման էին բույսերի կամ խոտաբույսերի նկարների։ Ինչ գիրք է սա, Իզաբելլա։ Իմ նախատատը բուժքույր էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա խնամում էր զինվորների, որոնցից բժիշկներն արդեն հրաժարվել էին։ Զինվորներ, որոնք այլս չէին կարողանում քայլել, խոսել, շարժել ձեռքերը։ Եվ նա կարողանում էր նրանց նորից լավացնել։ Աղջիկը զգուշորեն բացեց գիրքը, բացահայտելով դեղնած էջեր, լի ձեռագիր նշումներով, վարժությունների նկարներով, բուժման բաղադրատոմսերով։ Նա ամեն ինչ գրել է այստեղ։ Ինչպես արթնացնել քնած մկանները, ինչպես ստիպել ուղեղին հիշել մարմնի մասին։ Էդվարդը թեքվեց, ավելի լավ տեսնելու համար։ Էջերը գրված էին նրբագեղ ձեռագրով, մանրամասն նկարազարդումներով, որոնք ցույց էին տալիս դիրքեր, մերսումներ, վարժություններ։ Կային նա յուղերի խառնուրդների բաղադրատոմսեր, բոլորը գրված գրեթե գիտական ճշգրտությամբ։ Իզաբելլա, սա շատ հետաքրքիր է, բայց Էդվարդը տատանվեց։ Ինչպես բացատրել երեխային, որ որքան էլ բարի մտադրություններ ունենա, նա չի կարող բուժել մի բան, որը հայտնի նյարդաբանները հայտարարել էին անբուժելի։ Դուք ինձ չեք հավատում։ Աղջկա ձայնում վիրավորանք չկար, միայն պարզ փաստ։ Էդվարդը հոգոց հանեց։ Այնպես չէ, որ ես քեզ չեմ հավատում, սիրելիս։ Պարզապես դե, մայրդ էլ է շատ ջանասիրաբար աշխատում, խնամելով Հելեն տատիկին, ես գիտեմ, որ մենք բոլորս ուզում ենք, որ նա լավանա, բայց… Էդվարդ Քերի, թույլ կտաք փորձեմ։ Հարցը տրվեց մի պարզությամբ, որը լիովին զինաթափեց գործարարին։ Նա նայեց այդ 10 տարեկան աղջկան, իր պոչիկներով դպրոցական համազգեստով, որը բռնել էր հին գիրքը, կարծես դա աշխարհի ամենաթանկ գանձը լիներ։ Իզաբելլայի աչքերում ինչ-որ բան կար, մի վճռականություն, որը գերազանցում էր նրա տարիքը, մի վստահություն, որը ստիպեց Էդվարդին կասկածի տակ դնել իր սեփական համոզմունքները։ Ինչ ես ուզում անել կոնկրետ։ Իզաբելլան բացեց գիրքը մի կոնկրետ էջի վրա, որտեղ պառկած մարդու նկար կար, ձեռքեր, որոնք շարժումներ էին կատարում մարմնի տարբեր մասերի վրա։ Նախ, ես պետք է արթնացնեմ Հելեն տատիկի մկանները։ Նրանք քնած են, որովհետև ուղեղը մոռացել է, թե ինչպես խոսել նրանց հետ։ Բայց եթե ես խթանեմ ճիշտ կետերը, ճիշտ յուղով, ճիշտ ջերմաստիճանում, մկանները կհիշեն։ Էդվարդը դիտեց նկարները։ Դրանք մանրամասն էին, գրեթե անատոմիական, ցույց տալով կոնկրետ կետեր ոտքերի, ձեռքերի մեջքի վրա։ Յուրաքանչյուր նկարազարդման կողքին նշումներ կային ժամանակի, ճնշման անհրաժեշտ նյութերի մասին։ Եվ դու այս ամենը սովորել ես այս գրքից։ Տատիկս ինձ սովորեցրեց մահանալուց առաջ։ Նա ասաց, որ մի օր ես պետք է օգտագործեմ դա։ Նա ասաց, որ ես ձեռքերումս շնորհք ունեմ, ինչպես ինքն ու նախատատը։ Իզաբելլան զգուշորեն փակեց գիրքը։ Էդվարդ Քերի, բժիշկները հանձնվել են Հելեն տատիկի հարցում, որովհետև նրանք միայն նայում են կոտրված մասին։ Բայց մենք պետք է նայենք այն մասին, որը դեռ աշխատում է, սովորեցնենք նրան նորից ուժեղ լինել։ Էդվարդը զգաց, որ իր կրծքում ինչ-որ բան շարժվեց, հույսի վախի խառնուրդ, որը ամիսներ շարունակ չէր զգացել։ Նրա մի մասը գիտեր, որ անտրամաբանական է դիտարկել երեխայի առաջարկը, երբ լավագույն մասնագետները ձախողվել էին։ Բայց մյուս մասը, այն մասը, որը հրաժարվում էր ընդունել պարտությունը, շշնջում էր, որ գուցե, միայն գուցե, գոյություն ունի մի բան, որը ժամանակակից բժշկությունը կորցրել է ճանապարհին։ Իզաբելլա, դու հասկանո՞մ ես, որ Հելեն տատիկը շատ հիվանդ է։ Որ եթե սա չաշխատի, դա քո մեղքը չէ։ Աղջիկը լրջորեն գլխով արեց։ Հասկանում եմ։ Բայց Էդվարդ Քերի, եթե ես չփորձեմ, միշտ կմտածեմ, թե կարող էի արդյոք օգնել նրան։ Եվ Հելեն տատիկը միշտ բարի է եղել ինձ հետ։ Նա արժանի է, որ ինչ-որ մեկը պայքարի նրա համար։
Էդվարդը երկար նայեց աղջկան։ Այդ խոսքերում մի իմաստություն կար, որը խորապես հուզեց նրան։ Հելենը միշտ եղել էր մարդիկ, մեկը, ով երբեք չէր հանձնվում, երբ ինչ-որ բանի հավատում էր։ Գուցե տեղին էր, որ նրա վերականգնումը նույնպես չհանձնվելու հարց լիներ։ Ինչ է քեզ պետք փորձելու համար։ Իզաբելլայի աչքերը փայլեցին։ Մաքուր ձիթապտղի յուղ, մաքուր սրբիչներ, մի թաս գոլ ջուր, մի հանգիստ տեղ։ Եվ դուք պետք է այնտեղ լինեք, որովհետև Հելեն տատիկը պետք է զգա, որ դուք հավատում եք նրան։ Էդվարդը դանդաղ գլխով արեց։ Գիտեր, որ կայացնում է մի որոշում, որը կարող էր հուսահատ թվալ ցանկացած դրսի դիտորդի համար։ Բայց նայելով այդ վճռական երեխային, որը բռնել էր մի գիրք, որը ներկայացնում էր գիտելիքի խնամքի սերունդներ, նա զգաց, որ գուցե հուսահատությունն էր իրական թշնամին, որի դեմ պետք էր պայքարել։ Լավ, Իզաբելլա։ Եկ փորձենք։ Ժպիտը, որը լուսավորեց աղջկա դեմքը, արի ճառագայթի պես էր, որը ճեղքում էր մութ ամպերը, որոնք ամիսներ շարունակ կախված էին առանձնատան վրա։ Հելենի կաթվածից ի վեր առաջին անգամ Էդվարդը զգաց մի բան, որը գրեթե մոռացել էր, թե ինչպիսին է հույս։ Մանուկյանների տունը պատրաստվում էր բացահայտելու, որ երբեմն հրաշքները գալիս են քողարկված հին գրքերով երեխաների տեսքով անհնարին թվացող խոստումով։ Հաջորդ առավոտ Էդվարդն արթնացավ սովորականից շուտ։ Քիչ էր քնել, միտքը եռում էր գրադարանում Իզաբելլայի հետ ունեցած զրույցի մասին մտքերով։ Գիշերվա ընթացքում երկու անգամ վեր կացավ, ստուգելու մոր վիճակը, ամեն անգամ գտնելով նրան նույն դիրքում, հանգիստ շնչելիս, բայց շրջապատող աշխարհից բացակա։ Ամեն հայացքից իրավիճակի իրականությունը ավելի էր ծանրանում նրա ուսերին, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Ամիսների ընթացքում առաջին անգամ վախի հետ խառնված սպասումի կայծ կար։ Առավոտյան ժամը 8-ի սահմաններում Ռոզան եկավ աշխատանքի, իր հետ բերելով Իզաբելլային։ Աղջիկը թույլտվություն էր խնդրել բաց թողնել առավոտյան առաջին դասերը, տնօրենին պատճառաբանելով, որ պետք է օգնի մորը կարոր գործում։ Սուտ չէր, մտածեց Էդվարդը, տեսնելով նրան խոհանոցի դռնից ներս մտնելիս, ծաղկավոր կտորից պայուսակը ձեռքին հին գիրքը կրծքին սեղմած, թալիսմանի պես։ Բարի լույս, Էդվարդ Քերի, ողջունեց Իզաբելլան, նրա աչքերը փայլում էին մի վճռականությամբ, որը հակադրվում էր դրսի դեռս մռայլ առավոտին։ Ես բերել եմ այն ամենը, ինչ ինձ պետք է։ Էդվարդը դիտում էր, թե ինչպես նա դրեց պայուսակը խոհանոցի սեղանին, սկսեց մեկ առ մեկ հանել իրերը։ Մի շիշտված ձիթապտղի յուղ, մի քանի սպիտակ բամբակյա սրբիչներ, երկու ավելի փոքր կտոր, որոնք կարծես ֆլանելից լինեին, մի փոքր էլեկտրական տաքացուցիչ, որը նա պարտք էր վերցրել մոր հարանուհուց։ Յուրաքանչյուր իր դրվում էր զգուշությամբ, կարծես սուրբ ծեսի մաս լիներ։ Ռոզա, դու վստահ ես այս ամենում, հարցրեց Էդվարդը սպասուհուն, որը դստերը դիտում էր հպարտության անհանգստության խառնուրդով։ Ես չեմ ուզում, որ Իզաբելլան իրեն պատասխանատու զգա մի բանի համար, որը գուցե անհնար է։ Ռոզան ձեռքերը չորացրեց գոգնոցով անկեղծորեն նայեց տիրոջը։ Պարոն Էդվարդ, այս աղջիկը փոքրուց ինչ-որ յուրահատուկ բան ունի ձեռքերում։ Երբ նորածին էր շատ էր լաց լինում, միայն նա էր կարողանում հանգստացնել հարանի փոքրիկ տղային։ Երբ սկեսուրս մեջքի ցավեր ուներ, որ անգամ դեղերը չէին օգնում, Իզաբելլան իր փոքրիկ ձեռքերը դրեց, ցավն անցավ։ Ես չեմ հասկանում ինչպես, բայց նա շնորհք ունի։ Իզաբելլան բացեց գիրքը նախորդ օրը ցույց տված էջի վրա, ուշադիր ուսումնասիրելով նկարներն ու նշումները։ Տատիկս միշտ ասում էր, որ բուժելը միայն գիտություն չէ, այլ նա սեր ինտուիցիա։ Բժիշկները շատ բան գիտեն հիվանդությունների մասին, բայց երբեմն մոռանում են, որ մարմինն իր սեփական հիշողությունն ունի։ Էդվարդը մոտեցավ, ավելի մանրամասն դիտելով գրքի նկարազարդումները։ Դեղնած էջերը ցույց էին տալիս տեխնիկաներ, որոնք կարծես բուժական մերսման, ճնշումնաբուժության ֆիզիոթերապիայի նման մի բանի խառնուրդ լինեին, բայց ավելի արհեստական, ավելի մարդկային շոշափումով։ Նշումները հին հայերենով էին, մի քանի իտալերեն բառերով, որոնք նա ճանաչեց որպես այն ժամանակվա բժշկական տերմիններ։ Քո նախատատը իտալացի էր։ Հայ էր, բայց սովորել էր մի իտալուհի մի անձնուհուց, որը խնամում էր պատերազմի վիրավորներին։ Քույր Ֆրանչեսկա, այդպես էր նրա անունը։ Տատիկս միշտ ասում էր, որ այդ մի անձնուհին գաղտնիքներ գիտեր, որոնք ռազմական բժիշկները չգիտեին։ Իզաբելլան նրբորեն փակեց գիրքը։ Կարող եմ հիմա սկսել։ Հելեն տատիկը պետք է տաք հարմարավետ լինի։ Էդվարդը գլխով արեց, թիթեռներ զգալով ստամոքսում։
Նրա մի մասը դեռ չէր հավատում, որ մոր վերականգնումը դրել է 10 տարեկան երեխայի գիտելիքների վրա, բայց վերջին ամիսների հուսահատությունը տեղ էր բացել ցանկացած հնարավորության համար, որքան էլ անհավանական թվար։ Երեքով բարձրացան Հելենի սենյակ։ Ռոզան ավելի շուտ էր եկել, արդեն լողացրել էր տիրուհուն, ցանրել նրա մազերը, հագցրել հարմարավետ բաց կապույտ բամբակյա գիշերազգեստ։ Հելենը պառկած էր մեջքի վրա, աչքերը հառած առաստաղին, շնչառությունը կանոնավոր, բայց մակերեսային։ Նրա մաշկը գունատ էր, ինչպես մեկինը, ով օրերն անցկացնում է արից հեռու, նրա ձեռքերը, որոնք մի ժամանակ արագաշարժ էին միշտ շարժման մեջ, անշարժ ընկած էին որովայնի վրա։ Իզաբելլան զգույշ քայլերով մոտեցավ մահճակալին, կարծես սրբավայր մտներ։ Բար, Հելեն տատիկ։ Ես եմ, Իզաբելլան։ Եկել եմ օգնելու, որ ավելի լավ զգաք։ Էդվարդը ուշադիր դիտում էր մոր դեմքը, փնտրելով ճանաչման որե նշան։ Հելենը մի քանի անգամ թարթեց, բայց նրա աչքերը մնացին դատարկ, առանց որե կոնկրետ բանի վրա կենտրոնանալու։ Աղջիկը գիրքը դրեց կոմոդի վրա, սկսեց դասավորել իր նյութերը։ Թասը լցրեց գոլ ջրով, մի քանի անգամ ստուգելով ջերմաստիճանը մատների ծայրերով, մինչ գոհ մնաց։ Տաքացուցիչը միացվեց դրվեց այնպես, որ մեղմորեն տաքացնի սենյակը, չանհանգստացնելով հիվանդին։ Այնուհետ Իզաբելլան մի փոքր քանակությամբ ձիթապտղի յուղ լցրեց ափերի մեջ, շփելով դրանք, մինչ ոսկեգույն հեղուկը տաքացավ շփումից։ Էդվարդ Քերի, կարող եք բռնել Հելեն տատիկի աջ ձեռքը։ Պետք չէ սեղմել, պարզապես դիպչեք։ Նա պետք է զգա, որ իր կողքին կա մեկը, ով սիրում է իրեն։ Էդվարդն արեց ինչպես խնդրել էին, նրբորեն իր ձեռքերի մեջ առնելով մոր սառը ձեռքը։ Վաղուց էր, ինչ չէր արել այդ պարզ ժեստը, միշտ չափազանց անհանգստացած բժիշկներով, բուժումներով, հետազոտություններով, որպեսզի իրեն թույլ տար պարզապես ներկա լինել։ Իզաբելլան բացեց գիրքը մի կոնկրետ էջի վրա, մի քանի վայրկյան ուսումնասիրեց, հետո ուշադրությունը դարձրեց Հելենին։ Տատիկ, ես հիմա կդիպչեմ ձեզ։ Սկզբում կարող է տարօրինակ թվալ, բայց սա օգնելու է ձեր մկաններին հիշել, թե ինչպես աշխատել։ Աղջիկը սկսեց ոտքերից։ Նրա փոքրիկ, տաք յուղով պատված ձեռքերը մեղմ շրջանած շարժումներով մշակում էին Հելենի ոտքերի մատները։ Էդվարդը հիացմունքով դիտում էր Իզաբելլայի դեմքի կենտրոնացումը, կարծես նա շոշափումով ինչ-որ անտեսանելի բան կարդար։ Շարժումները ճշգրիտ էին, հետելով հենց այն ամենին, ինչ նկարազարդված էր գրքում, բայց կար նա ավելին, մի ինտուիցիա, որն ուղղորդում էր ճնշումն ու ռիթմը։ Ոտքերը շատ կարևոր են, բացատրեց Իզաբելլան, չընդհատելով աշխատանքը։ Նրանք մեզ կրում են ամբողջ կյանքում։ Երբ մարդը չի կարողանում քայլել, ոտքերը մոռանում են, թե ինչի համար են։ Բայց եթե ես նրանց հիշեցնեմ, նրանք կարող են սովորեցնել մնացած մարմնին։ Ոտքերի վրա մի քանի րոպե աշխատելուց հետո Իզաբելլան անցավ սրունքներին։ Նրա շարժումները համակարգված էին, բայց նուրբ, կարծես արթնացնում էր վաղուց քնած մկանները։ Էդվարդը նկատեց, որ մոր շնչառությունը մի փոքր ավելի խորն էր դարձել, թե նա դեռ պահպանում էր հեռավոր հայացքը։ Հիմա կաշխատեմ ազդրերի վրա, բայց պետք է, որ դուք օգնեք ինձ Հելեն տատիկին կողքի շրջել։ Միասին Էդվարդն ու Իզաբելլան զգուշորեն շրջեցին Հելենին, բարձրով հենարան տալով, որպեսզի նա հարմարավետ լինի։ Աղջիկը շարունակեց իր աշխատանքը։ Այժմ կենտրոնանալով ոտքերի հետի մասի վրա։ Նրա փոքր, բայց ամուր ձեռքերը երկար, ռիթմիկ շարժումներով մշակում էին ավելի մեծ մկանները։ Հենց այդ ժամանակ Էդվարդը նկատեց մի բան, որը ստիպեց նրա սրտին արագ բաբախել։ Հելենի ձախ ոտքի մատներից մեկը շարժվել էր։ Ընդամենը մի նուրբ շարժում, գրեթե աննկատ, բայց այն կար։ Իզաբելլա, նայիր տատիկի ձախ ոտքին։ Աղջիկը ժպտաց, բայց չդադարեցրեց աշխատանքը։ Տեսա, Էդվարդ Քերի։ Մկաններն արթնանում են։ Առաջին րոպեներին դա նորմալ է։ Նորմալ։ Էդվարդն ավելի ուշադիր նայեց։ Հոսպիտալացումների խորհրդակցությունների ամիսների ընթացքում ոչ մի բժիշկ չէր կարողացել Հելենի մոտ որե կամավոր շարժում առաջացնել։ Իսկ այստեղ մի երեխա, խոհանոցային յուղով պատված ձեռքերով, ստիպում էր մկաններին արձագանքել, կարծես դա աշխարհի ամենաբնական բանը լիներ։ Իզաբելլան շարունակեց բարձրանալ Հելենի մարմնով, ալիքների նման շարժումներով մշակելով մեջքը։ Երբեմն խորհրդակցում էր գրքի հետ, բայց մեծ մասամբ կարծես առաջնորդվում էր սեփական բնազդով։ Էդվարդը նկատեց, որ նա հատուկ ուշադրություն էր դարձնում որոշակի հատվածների, ավելի երկար մնալով կոնկրետ կետերում, կարծես հստակ իմանար, թե որտեղ են մկանները ավելի շատ խթանման կարիք ունեն։
Հիմա կաշխատեմ ձեռքերի վրա։ Սա ամենադժվար մասն է, որովհետև ձեռքերն այն են, ինչ մենք ամենաշատն ենք օգտագործում արտահայտվելու համար։ Երբ դրանք չեն աշխատում, կարծես մարդը կորցնում է խոսելու միծ։ Աղջիկը կանգնեց մահճակալի աջ կողմում, սկսեց աշխատել Հելենի ձեռքի վրա։ Նրա փոքրիկ մատները սեղմում էին ուսի կոնկրետ կետերը, իջնելով ձեռքով այնպիսի շարժումներով, որոնք կարծես արթնացնում էին վաղուց լռած նյարդային վերջավորությունները։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ անհնարինը։ Հելենը գլուխը շրջեց դեպի Իզաբելլան, նրա աչքերը կենտրոնացան աղջկա դեմքին։ Էդվարդը շունչը պահեց։ 7 ամսվա մեջ առաջին անգամն էր, որ տեսնում էր մոր աչքերը իսկապես ինչ-որ բանի վրա կենտրոնացած։ Հելենը մի քանի անգամ թարթեց, կարծես փորձում էր հարմարեցնել կիզակետը, նրա շուրթերը թեթակի շարժվեցին։ Հելեն տատիկ, շնջաց Իզաբելլան, դադարեցնելով աշխատանքը, որպեսզի մոտենա հիվանդի դեմքին։ Դուք ինձ տեսնում եք։ Հելենի շուրթերը նորից շարժվեցին, մի թույլ, գրեթե անլսելի ձայն դուրս եկավ։ Էդվարդը թեքվեց, ականջը մոտեցնելով մոր բերանին։ Իզա։ Արցունքներ հայտնվեցին Էդվարդի աչքերում։ Դա առաջին բառն էր, որ Հելենն արտասանել էր կաթվածից հետո։ Իզաբելլան ժպտաց, բայց պահպանեց այն պրոֆեսիոնալ հանգստությունը, որը ցուցաբերել էր ամբողջ սեանսի ընթացքում։ Բար, Հելեն տատիկ։ Ես եմ, Իզաբելլան։ Դուք ավելի լավ եք զգում։ Հելենը փորձեց նորից խոսել, բայց կարողացավ միայն անհասկանալի ձայներ արտաբերել։ Իզաբելլան վերցրեց գիշերանոթի վրա դրված ձողիկով ջրի բաժակը առաջարկեց հիվանդին։ Ի զարմանս Էդվարդի, Հելենը կարողացավ մի փոքր քանակությամբ հեղուկ ներծծել, մի բան, որը նույնպես ամիսներ շարունակ չէր արել առանց բուժքույրերի օգնության։ Սա հրաշալի է, տատիկ։ Դուք շատ լավ եք անում։ Իզաբելլան վերադարձավ իր աշխատանքին, այժմ կենտրոնանալով վզի գլխի վրա։ Հիմա այստեղ կմերսեմ, որպեսզի օգնեմ Արյանն ավելի լավ հասնել ուղեղին։ Գլխի շարժումներն էլ ավելի նուրբ էին, գրեթե քնքշանքի նման։ Իզաբելլան մատների ծայրերով մշակում էր գլխամաշկը, անելով փոքրիկ շրջաններ, որոնք կարծես լիովին հանգստացնում էին Հելենին։ Հիվանդի շնչառությունը դարձել էր ավելի խորը կանոնավոր, Էդվարդը նկատեց, որ թեթ կարմրություն էր վերադարձել նրա այտերին։ Գրեթե 1 ժամ աշխատանքից հետո Իզաբելլան ավարտեց սեանսը։ Հելենը նորից պառկել էր մեջքի վրա, բայց ինչ-որ հիմնարար բան փոխվել էր։ Նրա աչքերը, թե դեռ հոգնած, զգոն էին։ Նա հայացքով հետում էր Իզաբելլայի շարժումներին արձագանքում, երբ ինչ-որ մեկը խոսում էր նրա հետ։ Ինչպե՞ս եք ձեզ զգում, հարցրեց Էդվարդը, նորից բռնելով մոր ձեռքը։ Հելենը ուղիղ նայեց նրա աչքերին, սեղմեց նրա ձեռքը։ Սեղմումը թույլ էր, բայց այն կար։ Էդվարդը զգաց, որ աշխարհը մի վայրկյան կանգ առավ։ Այդ պարզ ձեռքսեղմումն ավելի արժեքավոր էր, քան իր կարիերայի ընթացքում ստորագրած բոլոր միլիոնավոր դոլարների պայմանագրերը։ Նա հոգնած է, բայց լավ, ասաց Իզաբելլան, ձեռքերը սրբիչով մաքրելով։ Նրա մարմինն այսօր շատ է աշխատել, նույնիսկ անշարժ լինելով։ Վաղը կարող եմ նորից գալ։ Էդվարդը նայեց մորը, որը փակել էր աչքերը, բայց պահպանում էր ավելի խաղաղ արտահայտություն, քան նա տեսել էր ամիսներ շարունակ։ Իհարկե, կարող ես։ Իզաբելլա, ես չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել քեզ։ Աղջիկը ժպտաց, իր նյութերը ծաղկավոր պայուսակի մեջ դնելով։ Դեռ պետք չէ շնորհակալություն հայտնել, Էդվարդ քեռի։ Սա ընդամենը առաջին օրն էր։ Հելեն տատիկը դեռ շատ աշխատանք ունի անելու, եթե ուզում է նորից քայլել։ Նորից քայլել։ Խոսքերն արձագանքեցին Էդվարդի մտքում որպես մի հնարավորություն, որը նա թաղել էր կորցրած հույսերի հետ միասին։ Բայց ահա Իզաբելլան, 10 տարեկան մի երեխա, խոսում էր դրա մասին, կարծես դա ընդամենը ժամանակի նվիրվածության հարց լիներ։ Այն բանից հետո, երբ Իզաբելլան Ռոզայի հետ գնաց դպրոց, Էդվարդը մնաց սենյակում Հելենի հետ։ Նա հանգիստ քնած էր, բայց ինչ-որ տարբեր բան կար նրա կեցվածքում, նրա շնչառության մեջ, նրա ամբողջ էներգիայի մեջ։ Կարծես մի լույս, որը մարել էր նրա ներսում, կամաց-կամաց նորից վառվում էր։ Գործարարը վերցրեց բջջային հեռախոսը, քիչ մնաց զանգահարեր դոկտոր Ռոբերտին, պատմելու առավոտյան դեպքերի մասին։ Բայց տատանվեց։ Ինչպես բացատրեր, որ մի երեխա 1 ժամում հասել էր նրան, ինչին ամիսների բժշկական բուժումը չէր հասել։ Դա կհնչեր որպես հուսահատություն, որպես իրականության ժխտում։
Գուցե ավելի լավ էր սպասել, դիտել, թե արդյոք ազդեցությունները կտեն, իրական կլինեն, թե պարզապես պահի զուգադիպություն։ Օրվա մնացած մասը Էդվարդը մնաց մոր սենյակի մոտ։ Հելենը շարունակում էր ավելի արձագանքող լինել, քան նախորդ ամիսներին։ Երբ Ռոզան բերեց ճաշի ապուրը, նա կարողացավ կամավոր բացել բերանը, ուտելիքն ընդունելու համար։ Կեսօրին, երբ Էդվարդը կարդաց մի վեպի մի քանի էջ, որը գիտեր, որ նրա սիրելիներից է, Հելենը գլուխը շրջեց դեպի նրա ձայնը մի քանի րոպե աչքերը կենտրոնացրած պահեց նրա վրա։ Երեկոյան Հելենը կարողացավ մի քանի բառ արտասանել։ Որդին ամենահստակն էր, ուղղված ուղիղ Էդվարդին։ Նա բռնեց մոր ձեռքը, նորից զգալով այդ թույլ, բայց նշանակալից սեղմումը։ Երբ գիշերն իջավ, Էդվարդը նստեց Հելենի մահճակալի կողքի բազկաթոռին։ Նա արթուն էր, նայում էր պատուհանին, որտեղ սկսում էին հայտնվել առաջին աստղերը։ Ամիսների ընթացքում առաջին անգամն էր, որ նա տեսնում էր նրան իսկապես ներկա, շրջապատող աշխարհից գիտակից։ «Մայրիկ, դու ինձ լսո՞մ ես», մեղմորեն հարցրեց նա։ Հելենը աչքերը շրջեց դեպի նրան շարժեց շուրթերը։ Էդվարդը մոտեցավ լսելու։ Իզաբելլա։ Անունը հստակ դուրս եկավ, կարծես Հելենն ուզում էր համոզվել, որ նա հասկանում է իր երախտագիտությունը այն աղջկա հանդեպ, որը հետ էր բերել այն կնոջ մի մասը, որը նա ժամանակին եղել էր։ Էդվարդը գլխով արեց, զգալով, թե ինչպես են արցունքները այրում աչքերը։ Այո, մայրիկ։ Իզաբելլան։ Նա վաղը նորից կգա։ Հելենը փակեց աչքերը մի բանով, որը ժպիտի էր նման։ 7 ամսվա մեջ առաջին անգամ Էդվարդն իրեն թույլ տվեց հավատալ, որ գուցե, միայն գուցե, հրաշքները դեռ հնարավոր են։ Եվ երբեմն դրանք գալիս էին քողարկված մի աղջկա տեսքով, հին գրքով ձեռքերով, որոնք կրում էին բուժող կանանց սերունդների իմաստությունը։ Մանուկյանների տունը քնեց այդ գիշեր տարբեր էներգիայով։ Հույսը նորից բնակություն էր հաստատել այդ միջանցքներում, բերված մի երեխայի փոքրիկ ձեռքերով, որը հրաժարվում էր ընդունել, որ գոյություն ունեն անհնարին դեպքեր։ 3 շաբաթ էր անցել Իզաբելլայի Հելենի առաջին սեանսից, մանուկյանների առանձնատունը լիովին փոխվել էր։ Այն, ինչ նախկինում լռությամբ ու մելանխոլիայով պատված տուն էր, այժմ թրթռում էր նորոգման էներգիայով, որը վարակում էր բոլոր բնակիչներին։ Գրադարանը, որը Էդվարդը միշտ համարել էր իր անձնական ապաստանը, դարձել էր վերականգնողական ամենաանսովոր կենտրոնը, որը կարելի էր պատկերացնել։ Ամեն օր, ուղիղ ժամը 3-ին, Իզաբելլան դպրոցից գալիս էր, իր ծաղկավոր պայուսակն ու նախնիների գիրքը կրելով։ Ռոզան վերադասավորել էր իր առօրյան, որպեսզի ներկա լիներ սեանսներին, ոչ միայն որպես հպարտ մայր, այլ որպես նվիրված օգնական, որը սովորում էր դստեր կիրառած յուրաքանչյուր տեխնիկա։ Էդվարդն իր հերթին չեղարկել էր կարևոր հանդիպումներ պատվիրակել պարտականություններ, յուրաքանչյուր սեանսին ներկա լինելու համար, դառնալով ամենաանհավանական օգնականը, որը Հելենը կարող էր ունենալ։ Մանուկյանների մայրապետի առաջընթացը դանդաղ էր, բայց կայուն, ինչպես արածակը, որը աստիճանաբար լուսավորում է աշխարհը, մինչ լիովին լուսավորի բնապատկերը։ Առաջին շաբաթվա վերջում Հելենն արդեն կարողանում էր շարժել 2 ձեռքերի բոլոր մատները։ Երկրորդ շաբաթում վերականգնել էր աջ դաստակի շարժումը։ Այժմ, երրորդ շաբաթվա սկզբին, նա կարողանում էր ծալել ձախ արմունկը օգնությամբ պահել ջրի բաժակը։ Բայց փոփոխությունները միայն ֆիզիկական չէին։ Այն Հելենը, որին Էդվարդը ճանաչում էր, կամաց-կամաց վերադառնում էր։ Նրա աչքերը վերականգնել էին նախկին խելացի փայլը, նա սկսում էր կարծիքներ հայտնել առօրյա մանրուքների մասին։ Երբ Ռոզան բերում էր բանջարեղենով ապուրը, Հելենը բացասաբար գլուխը թափահարում էր, նախապատվությունը տալով հավի արգանակով ապուրին։ Երբ Էդվարդը թերթից նորություններ էր կարդում, նա հոնքերը կիտում էր այնպիսի արտահայտություններով, որոնք նա ճանաչում էր որպես հավանություն կամ դժգոհություն։ Գրադարանը վերադասավորվել էր, բուժման կարիքներին համապատասխանեցնելու համար։ Պարսկական գորգի վրա դրվել էր օրթոպեդիկ ներքնակ, շրջապատված բարձերով։ Օժանդակ սեղանիկի վրա միշտ դասավորված էին Իզաբելլայի նյութերը, եթերային յուղեր, որոնք նա սովորել էր խառնել, հետելով գրքի բաղադրատոմսերին, տարբեր հյուսվածքների սրբիչներ, ռազմավարական դիրքերում տեղադրված տաքացուցիչներ, իդեալական ջերմաստիճանը պահպանելու համար։ Այս հինգշաբթի օրը Իզաբելլան աշխատում էր Հելենի ոտքերի վրա մի կենտրոնացմամբ, որն ամեն անգամ ավելի էր տպավորում Էդվարդին։ Աղջիկը մշակել էր հատուկ ռեժիմ, միշտ սկսելով ոտքերից աստիճանաբար բարձրանալով, բայց վարժությունները հարմարեցնելով Հելենի մարմնի արձագանքին համապատասխան։ Այսօր նա մի նոր բան էր փորձում, դիմադրության վարժություններ, որտեղ Հելենը պետք է հրեր Իզաբելլայի ձեռքերի ճնշմանը։
Հելեն տատիկ, հիմա դուք կփորձեք աջ ոտքով հրել իմ ձեռքը։ Պետք չէ ուժեղ լինել, պարզապես պետք է փորձել, հրահանգում էր Իզաբելլան, ափը դնելով Հելենի ոտնաթաթին։ Էդվարդը բռնել էր մոր ուսերը, նրան աջակցություն քաջալերանք տալով։ Առաջ, մայրիկ։ Դու կարող ես։ Հիշում ես, երբ փոքր էի, դու ինձ սովորեցնում էիր հեծանիվ քշել։ Ասում էիր, որ պարզապես պետք է փորձել, որ մնացածը բնականon կերպով կգա։ Հելենը նայեց որդուն մի լրջությամբ, որը նա ամիսներ շարունակ չէր տեսել։ Նրա աչքերը լցվեցին վճռականությամբ, Էդվարդը կարողացավ տեսնել նրա արտահայտության մեջ կենտրոնացված ջանքը։ Դանդաղ, սկզբում գրեթե աննկատ, ոտքը սկսեց սեղմվել Իզաբելլայի ձեռքին։ Այո, տատիկ։ Ձեզ մոտ ստացվում է, բացականչեց Իզաբելլան, դիմադրությունը պահելով ճիշտ չափով, որպեսզի մկանը մարտահրավեր նետի, առանց կերծանրաբեռնելու։ Եվս մեկ անգամ։ Դուք շատ ուժեղ եք։ Հելենը կրկնեց շարժումը, այս անգամ ավելի մեծ ուժով։ Էդվարդը այնքան ուժեղ հուզմունք զգաց, որ ստիպված եղավ մի քանի անգամ թարթել, արցունքները զսպելու համար։ Մոր յուրաքանչյուր փոքր հաղթանակը մոնումենտալ ձեռքբերում էր ամբողջ ընտանիքի համար։ Հիմա փորձենք մյուս ոտքով, ասաց Իզաբելլան, անցնելով ձախ կողմ։ Հիշեք, Հելեն տատիկ, ձեր մկանները քնած երեխաների նման են։ Մենք պետք է նրանց արթնացնենք քնքշությամբ, բայց նա ամրությամբ։ Այն անալոգիաները, որոնք Իզաբելլան օգտագործում էր, միշտ զարմացնում էին Էդվարդին իրենց պարզությամբ, արդյունավետությամբ։ Նա շնորհք ուներ բարդ գործընթացները բացատրելու այնպես, որ Հելենը կարողանար հասկանալ ընդունել։ Չկային բարդ բժշկական ժարգոններ կամ վախեցնող տեխնիկական տերմիններ, միայն մեղմ համեմատություններ, որոնք իմաստալից էին նրա համար, ով պայքարում էր սեփական մարմինը վերանվաճելու համար։ Մեկ ժամ վարժություններից հետո եկավ Հելենի սիրելի մասը, այն պահը, երբ Իզաբելլան կարդում էր հատվածներ հին գրքից, թարգմանելով նախատատի նշումները տարբեր տեխնիկաների մասին բացատրելով, թե ինչպես է յուրաքանչյուրը գործում։ Հելենը ուշադիր լսում էր, երբեմն տալով պարզ հարցեր, որոնք ցույց էին տալիս նրա անկեղծ հետաքրքրությունը սեփական վերականգնման գործընթացի նկատմամբ։ Քույր Ֆրանչեսկան այստեղ գրել է, որ մարդկային մարմինն իր սեփական իմաստությունն ունի, կարդում էր Իզաբելլան, մատնացույց անելով մի կոնկրետ հատված։ Նա ասում էր, որ երբ մենք վնասում ենք ծունկը, ամբողջ մարմինը հարմարվում է, պաշտպանելու այդ մասը։ Բայց երբեմն, երբ վնասվածքը լավանում է, մարմինը մոռանում է վերադառնալ նորմալ վիճակի։ Հենց դա է տեղի ունեցել ձեզ հետ, Հելեն տատիկ։ Կաթվածը վնասել է ձեր ուղեղի մի մասը, ամբողջ մարմինը պաշտպանվել է, հանգիստ մնալով։ Հիմա մենք նրան սովորեցնում ենք, որ կարող է նորից սկսել աշխատել։ Էդվարդը հիանում էր աղջկա կարողությամբ, նյարդապլաստիկության վերականգնողական բարդ հասկացությունները վերածելու այնքան պարզ մխիթարական բացատրությունների։ Հելենը գլխով արեց, ցույց տալով, որ լիովին հասկանում է, թե ինչ է կատարվում իր հետ։ Հենց այդ պահին լսվեց ավտոտնակ մտնող մեքենաների ձայնը։ Էդվարդը ճակատը կնճռոտեց, այդ ժամին հյուրեր չէր սպասում։ Ռոզան վեր կացավ, ստուգելու, թե ովքեր են այցելուները, բայց շուտով վերադարձավ անհանգիստ արտահայտությամբ։ Պարոն Էդվարդ, դոկտոր Կարինեն է այն բժշկի, դոկտոր Ռոբերտի հետ։ Նրանք բարձրանում են։ Կարինե Մանուկյան-Սարգսյանը Էդվարդի կրտսեր քույրն էր, հաջողակ իրավաբան, որն ապրում էր Երանում, հազվադեպ էր այցելում ընտանիքին։ Վերջին ամիսներին նա ներկա էր եղել միայն ամենակարևոր բժշկական խորհրդակցություններին, միշտ աջակցելով մասնագետների որոշումներին, պնդելով, որ Էդվարդն ընդունի մոր վիճակի իրականությունը։ Նրա անսպասելի ժամանումը, նյարդաբանի ուղեկցությամբ, լավ բան չէր կարող նշանակել։ Էդվարդը արագ վեր կացավ, փորձելով մտածել, թե ինչպես բացատրի այն տեսարանը, որին Կարինեն պատրաստվում էր ականատես լինել։ Գրադարանը վերածված վերականգնողական կենտրոնի, 10 տարեկան երեխան, որպես գլխավոր թերապևտ, Հելենը, որն արձագանքում էր այնպես, որ հակասում էր բոլոր պաշտոնական բժշկական կանխատեսումներին։ Կարինեն փոթորկի պես մտավ գրադարան, նրա բարձրակրունկները թխկթխկում էին փայտե հատակին։ 38 տարեկանում նա պահպանում էր պրոֆեսիոնալ նրբագեղությունը նույնիսկ ընտանեկան այցելությունների ժամանակ, հագնելով անթերի մոխրագույն կոստյում կրելով փաստաթղթերի պանակ, որը լավ բան չէր խոստանում։ Նրա հետից դոկտոր Ռոբերտ Կարապետյանը դիտում էր տեսարանը հետաքրքրասիրության պրոֆեսիոնալ թերահավատության խառնուրդով։ Էդվարդ, ինչ սատանա է կատարվում այստեղ։ Կարինեի ձայնը սրի պես կտրեց օդը։ Նրա աչքերը արագ սահեցին իմպրովիզացված միջավայրով, կանգ առնելով Իզաբելլայի վրա, որը կռացած էր Հելենի կողքին, ձեռքերը դեռ յուղոտ։
Կարինե, ես կարող եմ բացատրել, սկսեց Էդվարդը, բայց քույրն ընդհատեց նրան. Ինչ բացատրել։ Որ մեր մորը դարձրել ես մի երեխայի փորձադաշտ։ Էդվարդ, դու լրիվ խելագարվել ես։ Կարինեն մոտեցավ մորը, քննադատական հայացքով զննելով նրա վիճակը։ Իսկ սրանք ինչ են, նա անորոշ ժեստ արեց Իզաբելլայի նյութերի ուղղությամբ, այս պարզունակ բաները։ Դոկտոր Ռոբերտը առաջ եկավ, ընդունելով իր բժշկական հեղինակավոր կեցվածքը։ Էդվարդ, ես պետք է անմիջապես սննեմ տիկին Հելենին։ Անհանգստացնող տեղեկություններ եմ ստացել ոչ ավանդական բուժումների մասին, որոնք կիրառվում են առանց բժշկական հսկողության։ Իզաբելլան դանդաղ վեր կացավ, ձեռքերը սրբիչով մաքրելով։ Նրա մեծ աչքերը դիտում էին նորեկներին մի հանգստությամբ, որը հակադրվում էր միջավայրի լարվածությանը։ Բար, դոկտոր Կարինե։ Բար, դոկտոր Ռոբերտ։ Ես Իզաբելլան եմ։ Ես օգնում եմ Հելեն տատիկին լավանալ։ Կարինեն նայեց աղջկան, կարծես նա յուրօրինակ միջատ լիներ։ Օգնում ես։ Երեխա, դու գաղափար ունես, թե ինչ ես անում։ Մայրս ծանր ուղեղային կաթված է տարել։ Նա խաղալիք չէ, որ դու քո բժշկական ֆանտազիաները կիրառես։ Խոսքերի դաժանությունը ստիպեց Էդվարդին բնազդաբար կանգնել քրոջ Իզաբելլայի միջ։ Կարինե, դադարեցրու։ Իզաբելլան մեր մորն ավելի շատ է օգնել, քան քո բոլոր մասնագետ բժիշկները։ Օգնել է, դոկտոր Ռոբերտը մոտեցավ Հելենին, լիովին անտեսելով Իզաբելլայի ներկայությունը։ Էդվարդ, ձեր մայրը շարունակում է ունենալ լայնածավալ կաթված։ Այս փոքր շարժումները, որոնք դուք կարող եք մեկնաբանել որպես բարելավում, հավանաբար ակամա մկանային սպազմներ են, որոնք շատ տարածված են նման դեպքերում։ Սպազմներ, Էդվարդը զգաց, որ զայրույթը բարձրանում է կրծքում։ Դոկտոր, մայրս խոսում է։ Նա կամավոր շարժում է ձեռքերը։ Նա ճանաչում է մարդկանց։ Երեկ նա կարողացավ միայնակ գթալ բռնել։ Կարինեն դոկտոր Ռոբերտը նշանակալից հայացքներ փոխանակեցին, այնպիսի հայացք, որով բժիշկները փոխանակվում են, երբ պետք է գործ ունենան շղթման մեջ գտնվող հարազատների հետ։ Էդվարդ, ես հասկանում եմ քո հուսահատությունը, ասաց Կարինեն մի փոքր մեղմացնելով տոնը։ Մենք բոլորս ուզում ենք, որ մայրիկը լավանա։ Բայց այն, ինչ այստեղ կատարվում է, վտանգավոր է։ Մենք գաղափար չունենք, թե այս աղջիկն ինչ է անում, ինչ նյութեր է օգտագործում, ինչ վնաս կարող է պատճառել։ Վնաս, վերջապես խոսեց Իզաբելլան, նրա ձայնը փոքր, բայց ամուր։ Ես ոչ ոքի չեմ վնասում։ Ես միայն օգտագործում եմ ձիթապտղի յուղ շարժումներ, որոնք իմ նախատատն է սովորեցրել։ Նա շատ մարդկանց է բուժել։ Քո նախատատը, ընդհատեց դոկտոր Ռոբերտը հեգնական ժպիտով։ Աղջիկ, բժշկությունը մի բան չէ, որ սովորում են հարազատներից։ Այն պահանջում է տարիների ուսում, գիտական գիտելիքներ, ապացուցված տեխնիկաներ։ Այն, ինչ դու անում ես, կարող է անվնաս թվալ, բայց կարող է նյարդաբանական վնասներ պատճառել, որոնք մենք չենք կարող տեսնել։ Էդվարդը դիտեց, թե ինչպես Իզաբելլայի դեմքը ծամածրվեց մեղադրանքների անարդարությունից։ Այն աղջիկը, որն իր երեկոները նվիրել էր Հելենին խնամելուն մի նվիրվածությամբ, որը ոչ մի մասնագետ չէր ցուցաբերել, վերաբերվում էին որպես շարլատանի այն մարդիկ, որոնք դեպքը հայտարարել էին կորած։ Դոկտոր Ռոբերտ, ամբողջ հարգանքով, դուք հրաժարվեցիք իմ մորից։ Ասացիք, որ նա այլս երբեք չի խոսի, երբեք չի շարժվի։ Եվ նայեք նրան հիմա։ Կարծես լսելով իր անունը, Հելենը գլուխը շրջեց դեպի ձայները։ Նրա աչքերը շարժվեցին ներկաների միջ, հստակ գիտակցելով միջավայրի լարվածությունը։ Երբ նրա հայացքը հանդիպեց դոկտոր Ռոբերտի հայացքին, Էդվարդը կարողացավ այնտեղ ճանաչում տեսնել, ինչ-որ բան, որը կարծես անհարմարություն լիներ։ Տիկին Հելեն, մոտեցավ դոկտոր Ռոբերտը իր պրոֆեսիոնալ ձայնով։ Ինչպե՞ս եք ձեզ զգում։ Հելենը երկար նայեց նրան, հետո աչքերը շրջեց դեպի Իզաբելլան։ Նրա շուրթերը շարժվեցին, տեսանելի ջանքով նա արտասանեց. Իզաբելլան լավն է։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Կարինեն դոկտոր Ռոբերտը նայեցին Հելենին, կարծես նա հենց նոր վեր կացած լիներ պիրուետ արած։ Էդվարդը խորը բավարարվածություն զգաց, տեսնելով նրանց դեմքերի ցնցված արտահայտությունները։ Սա կարող է պարզապես, սկսեց դոկտոր Ռոբերտը, բայց ընդհատվեց, երբ Հելենը կարողացավ թեթակի բարձրացնել աջ ձեռքը մատնացույց անել Իզաբելլային։ Իմ աղջիկ, կարողացավ ասել Հելենը, բառերը դուրս էին գալիս ջանքով, բայց զարմանալի հստակությամբ։
Կարինեն մոտեցավ մորը, նրա թերահավատությունը տեղի տվեց հուզմունքին։ Մայրիկ, դու իսկապես մեզ հասկանում ես։ Հելենը գլխով արեց, փոքր, բայց վերջնական շարժումով։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, երբ նա նայեց դստերը, որին ամիսներ շարունակ չէր տեսել։ Դոկտոր Ռոբերտը մի փոքր հեռացավ, նրա պրոֆեսիոնալ արտահայտությունը տատանվում էր։ Ես պետք է մի քանի հետազոտություն անեմ։ Կարող էր լինել ինքնաբուխ վերականգնում, որը դուք ասացիք, որ անհնար է, լրացրեց Էդվարդը, նրա ձայնը լի մի սառնությամբ, որը Կարինեն հազվադեպ էր լսել եղբորից։ Անհնար, անդառնալի, անհույս։ Սրանք էին ձեր ճշգրիտ բառերը, դոկտոր Ռոբերտ։ Կարինեն դիտում էր մոր Իզաբելլայի փոխազդեցությունը, նկատելով, թե ինչպես էր Հելենը հանգստանում, երբ աղջիկը մոտենում էր, ինչպես էին նրա աչքերը լուսավորվում, երբ Իզաբելլան խոսում էր նրա հետ։ Այնտեղ մի կապ կար, որը գերազանցում էր ցանկացած բժշկական արձանագրություն, մի հաղորդակցություն, որը գերազանցում էր բառերն ու ախտորոշումները։ Էդվարդ, նույնիսկ եթե որոշակի բարելավում եղել է, զգուշորեն ասաց Կարինեն, դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք պատշաճ բժշկական խնամքից։ Այս երեխան, որքան էլ բարի մտադրություններ ունենա, որակավորում չունի։ Ինչի՞ համար, Կարինե, Էդվարդը շրջվեց դեպի քույրը մի լրջությամբ, որը ստիպեց նրան հետ քաշվել։ Մեր մորը մեզ վերադարձնելով։ Նրան նորից մարդ դարձնելով մահճակալում անշարժ մարմնի փոխարեն։ Որովհետ հենց դա արեց Իզաբելլան։ Դոկտոր Ռոբերտը փորձեց վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ Էդվարդ, ես պնդում եմ, որ տիկին Հելենին տանենք հիվանդանոց։ Լիարժեք գնահատման համար։ Պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում, երաշխավորեմ, որ նա ստանում է պատշաճ բուժում։ Ոչ։ Էդվարդի պատասխանը ամուր էր վերջնական։ Մայրս չի վերադառնա այն հիվանդանոց, որտեղ դուք նրանից հրաժարվեցիք։ Նա լավանում է այստեղ, նրա հետ, ով իսկապես հոգ է տանում նրա մասին։ Էդվարդ, խելամիտ եղիր, փորձեց Կարինեն ավելի հաշտարար տոնով։ Մենք չենք կասկածում քո մտադրություններին, կամ նույնիսկ աղջկանը։ Բայց եթե իսկապես բարելավում եղել է, այն պետք է փաստաթղթավորվի, ուսումնասիրվի, պատշաճ կերպով բուժվի։ Ո՞ն կողմից բուժվի։ Բժիշկների, որոնք ասացին, որ դեպքը կորած է։ Մասնագետների, որոնք խորհուրդ տվեցին պալիատիվ խնամք։ Էդվարդը գլուխը թափահարեց։ Մայրս բուժվում է մեկի կողմից, ով հավատում է նրան, ով տեսնում է հնարավորություններ, որտեղ դուք միայն սահմանափակումներ էիք տեսնում։ Հենց այդ ժամանակ Հելենն արեց մի բան, որը զարմացրեց բոլորին։ Տեսանելի ջանքով նա կարողացավ բարձրացնել աջ ձեռքը մեկնել դեպի Իզաբելլան։ Աղջիկն անմիջապես մոտեցավ բռնեց Հելենի ձեռքը, որը նա սեղմեց մի ուժով, որը ամիսներ շարունակ չէր ցուցաբերել։ Մի տարեք նրան, կարողացավ ասել Հելենը, ուղիղ նայելով դոկտոր Ռոբերտին։ Բառերը դուրս եկան դանդաղ, բայց ամուր, լի մի վճռականությամբ, որը մեկնաբանության տեղ չէր թողնում։ Մանուկյանների մայրապետի հայտարարությունը գրադարանում արձագանքեց որպես վերջնական դատավճիռ։ Կարինեն նայեց մորից եղբորը, հասկանալով, որ կորցրել է ցանկացած փաստարկ, որը կարող էր ունենալ։ Դոկտոր Ռոբերտն իր հերթին կարծես վերագնահատում էր այն ամենը, ինչ կարծում էր, թե գիտեր դեպքի մասին։ Էդվարդը մոտեցավ Հելենին, բռնեց նրա մյուս ձեռքը։ Մի անհանգստացեք, մայրիկ։ Իզաբելլան ոչ մի տեղ չի գնա։ Նա կշարունակի օգնել ձեզ լավանալ։ Հելենը ժպտաց, առաջին անկեղծ երջանկության արտահայտությունը, որ Էդվարդը տեսնում էր նրա դեմքին կաթվածից հետո։ Կարծես մայրը վերադառնում էր ոչ միայն ֆիզիկապես, այլ էմոցիոնալ, վերամիանալով կյանքին այն մարդկանց, որոնց սիրում էր։ Կարինեն դրեց բերած փաստաթղթերը, հասկանալով, որ անհրաժեշտ չի լինի քննարկել մոր մտավոր կարողությունների մասին իրավական հարցեր։ Հելենը հստակ գիտակից էր ունակ արտահայտելու իր նախասիրությունները։ Դոկտոր Ռոբերտը դժկամորեն համաձայնեց հեռվից հետել դեպքին, բայց պնդեց, որ ցանկացած բարդություն պետք է հանգեցնի անհապաղ հոսպիտալացման։ Անցանկալի այցելուների հեռանալուց հետո գրադարանը վերադարձավ իր բուժման հույսի մթնոլորտին։ Իզաբելլան վերսկսեց իր աշխատանքը Հելենի հետ, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել, բայց Էդվարդը նկատեց, որ աղջիկն ավելի վճռական էր, քան երբևէ։ Հելեն տատիկն այսօր շատ ջանք թափեց, ասաց Իզաբելլան, հանգստացնող մերսում կիրառելով հիվանդի ուսերին։ Մեկին պաշտպանելը, ում սիրում ենք, միշտ հոգնեցնում է, բայց նա մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Էդվարդը նայեց այդ արտասովոր աղջկան, որը փոխել էր ոչ միայն իր մոր կյանքը, այլ ընտանիքի ամբողջ դինամիկան։
Իզաբելլան դիմակայել էր մեծահասակների թերահավատությանն ու հեգնանքին մի արժանապատվությամբ, որը շատ մասնագետներ չէին ցուցաբերի։ Եվ մայրը գտել էր ուժեր, որոնք ոչ ոք չգիտեր, թե դեռ գոյություն ունեն, պաշտպանելու նրան, ով իրեն վերադարձրել էր հույսը։ Այդ գիշեր, երբ Հելենը հանգիստ քնած էր իր սենյակում, Էդվարդը գտավ Իզաբելլային գրադարանում, հաջորդ օրվա համար իր նյութերը դասավորելիս։ Աղջիկը լուռ աշխատում էր, բայց նա կարող էր տեսնել, որ Կարինեի դոկտոր Ռոբերտի խոսքերն ազդել էին նրա վրա։ Իզաբելլա, դու գիտես, որ նրանք սխալ էին, չէ՞։ Աղջիկը նայեց նրան իր տարիքի համար չափազանց իմաստուն աչքերով։ Գիտեմ, Էդվարդ քեռի։ Տատիկս միշտ ասում էր, որ մարդիկ վախենում են նրանից, ինչ չեն հասկանում։ Բայց Հելեն տատիկը չի վախենում։ Նա վստահում է ինձ, դա է կարևորը։ Էդվարդը գլխով արեց, մեկ անգամ զգալով երախտագիտության հիացմունքի այն խառնուրդը այն աղջկա հանդեպ, որը փրկել էր իր ընտանիքը, երբ նա ամենաշատն էր դրա կարիքն ունեցել։ Մանուկյանների տունը դարձել էր հնարավորի անհնարի, հույսի հաշտվողականության միջմարտադաշտ։ Եվ այդ վերափոխված գրադարանում մի երեխա հին գրքով ապացուցում էր, որ երբեմն հրաշքները գալիս են քողարկված ամենաանհավանական ձևով։ 2 ամիս էր անցել Կարինեի դոկտոր Ռոբերտի հետ դիմակայությունից, Մանուկյանների գրադարանը վերածվել էր մի բանի, որն ավելի շատ վերականգնողական սրբավայրի էր նման։ Էդվարդը ներդրում էր կատարել մի շարք պարզ, բայց արդյունավետ սարքավորումների մեջ, որոնք լրացնում էին Իզաբելլայի աշխատանքը։ Պատերին զգուշորեն տեղադրված հենակներ, մեծ հայելի, որտեղ Հելենը կարող էր դիտել իր սեփական շարժումները, նույնիսկ մի փոքր դաշնամուր, որը նա օգտագործում էր մատների համակարգումը մարզելու համար, նվագելով պարզ մեղեդիներ, որոնք արթնացնում էին խորը հուզական հիշողություններ։ Հելենն այնպիսի առաջընթաց էր գրանցել, որ նույնիսկ Էդվարդը իր ամենալավատեսական պահերին չէր կարող պատկերացնել։ Նա այժմ կարողանում էր նստել առանց աջակցության ավելի քան 1 ժամ, աճող համակարգմամբ շարժում էր 2 ձեռքերը, նրա խոսքը բավականաչափ սահուն էր դարձել, լիարժեք զրույցներ վարելու համար։ Բայց ամենատպավորիչը այն վճռականությունն էր, որն օրեցօր աճում էր նրա աչքերում, կարծես նա վերագտնում էր ոչ միայն իր ֆիզիկական կարողությունները, այլ իր ներքին ուժը։ Այս 5-շաբթի օրը Իզաբելլան իրականացնում էր բուժման ամենադժվար փուլը։ Հելենը նստած էր օրթոպեդիկ ներքնակի եզրին, ոտքերը հատակին, մինչդեռ աղջիկն օգնում էր նրան վեր կենալու շարժումը մարզել։ Դա մի վարժություն էր, որը պահանջում էր ոտքերի, Իրանի հավասարակշռության մկանների համակարգում մի բարդ սիմֆոնիա, որը Հելենի ուղեղը նորից էր սովորում ղեկավարել։ Հելեն տատիկ, հիմա դուք կպատկերացնեք, որ մի պարան ձեր կուրծքը վեր է քաշում, հրահանգում էր Իզաբելլան, ձեռքերը դնելով Հելենի ուսերին, աջակցություն տալու համար։ Դեռ մի լարեք ոտքերը։ Թողեք, որ դրանք հետեն մարմնի շարժմանը։ Էդվարդը դիտում էր բազկաթոռից, որտեղ սովորաբար կարդում էր, բայց այժմ այն ծառայում էր որպես դիտակետ, մոր յուրաքանչյուր փոքր առաջընթացին հետելու համար։ Նա սովորել էր ճանաչել հոգնածության նշանները, այն պահերը, երբ Հելենը լրացուցիչ քաջալերանքի կարիք ուներ, ամենակարևորը, ինչպես նշել յուրաքանչյուր հաղթանակ առանց ստեղծելու սպասումներ, որոնք կարող էին նրան էմոցիոնալ կերծանրաբեռնել։ Հելենը խորը շունչ քաշեց, կենտրոնանալով Իզաբելլայի հրահանգի վրա։ Համակարգված շարժումով, որը ներառում էր առաջ թեքվել մեղմ հրում, նա կարողացավ մասամբ վեր կենալ։ Նա լիովին չկանգնեց, բայց նրա ոտքերը մի քանի վայրկյան պահեցին մարմնի քաշի մի մասը, մինչ նա նորից պետք է նստեր։ Սա հրաշալի էր, մայրիկ, բացականչեց Էդվարդը, վեր կենալով ծափահարելու։ Դու քո սեփական քաշը պահեցիր։ Հելենը ժպտաց, բայց Էդվարդը կարողացավ տեսնել հոգնածությունը նրա աչքերում։ Այդ պարզ վարժությունը նրանից պահանջել էր այնպիսի կենտրոնացում ֆիզիկական ջանք, որը նրան ուժասպառ էր արել։ Իզաբելլան, միշտ ուշադիր լինելով իր հիվանդի մարմնի նշաններին, անմիջապես սկսեց հանգստացնող մերսում ոտքերի մկաններին, լարվածությունը թուլացնելու համար։ Դուք այսօր շատ ծանր աշխատանք կատարեցիք, ասաց Իզաբելլան, տաք յուղը շրջանած շարժումներով քսելով։ Բայց մկաններն օրեցօր ավելի են ուժեղանում։ Հաջորդ շաբաթ դուք կկարողանաք միայնակ կանգնել։ Վստահ ես, Իզաբելլա, հարցրեց Հելենը, նրա ձայնը լի հույսի երկյուղի խառնուրդով։ Երբեմն զգում եմ, կարծես շատ բան եմ պահանջում իմ մարմնից։ Աղջիկը դադարեցրեց իր գործը, ուղիղ նայեց Հելենի աչքերին։ Տատիկ, նախատատս միշտ ասում էր, որ մարմինը մեզ տալիս է միայն այն, ինչին մենք պատրաստ ենք։ Եթե դուք կարողանում եք նստել, նշանակում է պատրաստ եք փորձել կանգնել։ Եթե կարողանում եք շարժել ձեռքերը, նշանակում է պատրաստ եք փորձել քայլել։
Էդվարդը մոտեցավ նստեց հատակին մոր կողքին։ Վերջին ամիսներին գրադարանում այդ մտերմիկ պահերը նրանց մեջ ստեղծել էին մի մտերմություն, որը տարիներ շարունակ չէր եղել։ Վերականգնողական սեանսների ընթացքում նրանց զրույցները շոշափել էին թեմաներ, որոնք նրանք երբեք նախկինում չէին քննարկել։ Էդվարդի մանկության հիշողությունները, այն երազանքները, որոնք Հելենը թողել էր երեխաներին մեծացնելու համար, այն վիրավորանքները, որոնք երկուսն էլ կրում էին երբեք արտահայտելու քաջություն չունենալով։ Մայրիկ, հիշո՞ւմ ես, երբ 15 տարեկան էի ուզում էի թողնել դպրոցը աշխատելու համար։ Էդվարդը բռնեց Հելենի ձեռքը, մի ժեստ, որը վերջին շաբաթներին բնական էր դարձել։ Դու ասացիր, որ հանձնվելը հեշտ է, որ ցանկացած մարդ կարող է դա անել։ Դժվարը շարունակել պայքարելն է, երբ թվում է, թե այլս ուժ չկա։ Հելենը գլխով արեց, հստակ հիշելով այդ զրույցը, որը տեղի էր ունեցել ավելի քան 20 տարի առաջ։ Ես ասացի, որ դու քո մեջ յուրահատուկ բան ունես, մի վճռականություն, որը չի կարելի վատնել։ Դե ինչ, հիմա ես այդ նույն վճռականությունը տեսնում եմ քո մեջ, ժպտաց Էդվարդը։ Դու պայքարում ես այնպես, որն ինձ ամեն օր ոգեշնչում է։ Իզաբելլան դիտում էր մոր որդու փոխհարաբերությունը այն լուռ իմաստությամբ, որը միշտ ցուցաբերում էր։ Նա հասկանում էր, որ Հելենի բուժումը միայն ֆիզիկական չէր, այլ էմոցիոնալ, իր սեփական ներքին ուժի սիրելի մարդկանց հետ վերամիավորում։ Էդվարդ Քերի, ասաց Իզաբելլան, փակելով հին գիրքը, որին անընդհատ խորհրդակցում էր, կարող եմ ձեզ մի բան պատմել։ Էդվարդն ու Հելենը ուշադրությունը դարձրին աղջկան, որն ընդունեց այն լուրջ արտահայտությունը, որը միշտ նախորդում էր կարևոր բացահայտումներին։ Իմ նախատատը ոչ միայն պատերազմի վիրավոր զինվորներին էր խնամում։ Նա հատկապես խնամում էր մի մարդու։ Իզաբելլան բացեց գիրքը մի էջի վրա, որը Էդվարդը երբեք չէր տեսել, որտեղ մի երիտասարդ զինվորի հին լուսանկար կար։ Սա ձեր հայրն էր, Էդվարդ Քերի։ Իմ նախապապը։ Էդվարդը զգուշորեն վերցրեց գիրքը, դիտելով դեղնած լուսանկարը։ Նկարի տղամարդն ուներ գծեր, որոնք նա աղոտ ճանաչում էր, մի նմանություն, որը կարող էր զուգադիպություն լինել, բայց որի մասին ինչ-որ բան նրա մտքի խորքում ասում էր, որ այդպես չէ։ Հայրս, Էդվարդը շփոթված նայեց Իզաբելլային։ Իզաբելլա, հայրս մահացել է, երբ ես 3 տարեկան էի։ Նա երբեք զինվոր չի եղել։ Նա զինվոր է եղել ձեր մորը հանդիպելուց առաջ, համբերատար բացատրեց Իզաբելլան։ Իմ նախատատը խնամել է նրան, երբ նա վիրավորվել է մարտում։ Նա կորցրել էր ոտքերի շարժումը, բժիշկներն ասել էին, որ նա այլս երբեք չի քայլի։ Հելենը թեքվեց, ավելի լավ տեսնելու լուսանկարը։ Այդ երիտասարդ դեմքում ինչ-որ ծանոթ բան կար, մի արտահայտություն, որը նա հիշում էր, որ տեսել էր ամուսնու մոտ ամուսնության առաջին տարիներին։ Իմ նախատատը ամիսներ շարունակ խնամել է նրան, օգտագործելով նույն տեխնիկաները, որոնք ես օգտագործում եմ Հելեն տատիկի հետ։ Երբ նա լավացավ, նա խոստացավ, որ եթե մի օր նա կամ նրա ընտանիքը օգնության կարիք ունենան, նա կանի ամեն ինչ, ինչ կարող է։ Իզաբելլան շրջեց էջը, բացահայտելով ձեռագիր նամակ։ Տարիներ անց, երբ տատիկս դժվարությունների մեջ էր, ձեր հայրը նրան աշխատանք տվեց։ Երբ մայրս ծնվեց բժշկական բուժման կարիք ուներ, նա վճարեց բոլոր ծախսերը։ Էդվարդը զգում էր, կարծես աշխարհը վերադասավորվում է իր շուրջը։ Մանկության հատվածական հիշողությունները սկսեցին իմաստ ստանալ։ Հայրը խոսում էր մի ընտանիքի մասին, որն օգնել էր իր վերականգնմանը, մոր պնդումը միշտ Ռոզային վերաբերվել ավելին, քան սպասուհու, այն ձև, որով Հելենն անմիջապես ընդունել էր Իզաբելլային, երբ նա ընդամենը նորածին էր։ Այդ պատճառով մայրս միշտ այդքան հոգատար է եղել մեր ընտանիքի հանդեպ, շարունակեց Իզաբելլան։ Եվ այդ պատճառով, երբ Հելեն տատիկը հիվանդացավ, ես գիտեի, որ պետք է օգնեմ։ Դա ոչ միայն այն պատճառով էր, որ սիրում եմ նրան, այլ որովհետև կատարում էի մի խոստում, որը մեր ընտանիքը տվել էր վաղուց։ Հելենը բռնեց Իզաբելլայի ձեռքը մի հուզմունքով, որը ստիպում էր նրան թեթակի դողալ։ Սիրելիս, դու պարտավոր չէիր դա անել։ Այդ խոստումը այլ սերնդի էր։ Հելեն տատիկ, ընտանեկան խոստումները չեն հնանում, ասաց Իզաբելլան մի պարզությամբ, որը խորապես հուզեց Էդվարդի սիրտը։ Դրանք մորից դստերն են անցնում, ինչպես այս գիրքը, ինչպես այս գիտելիքը։ Իմ նախատատը խնամել է ձեր հորը։ Հիմա ես խնամում եմ ձեզ։ Եվ գուցե մի օր իմ դուստրը խնամի Էդվարդ Քերու ընտանիքից մեկին։ Էդվարդը վեր կացավ քայլեց դեպի պատուհանը, մի պահի կարիք ունենալով մարսելու այն ամենը, ինչ բացահայտել էր։
Իր ընտանիքի առատաձեռնությունը ստեղծել էր երախտագիտության մի շրջան, որը հատում էր սերունդներ, այժմ փոխհատուցվում էր այնպես, որ նա երբեք չէր կարող պատկերացնել։ Իզաբելլան այստեղ էր ոչ միայն պատահականության կամ բնական բարության շնորհիվ։ Նա կատարում էր խնամքի փոխադարձության մի ժառանգություն, որը խորը տական կերպով կապում էր նրանց ընտանիքները։ Իզաբելլա, ասաց Էդվարդը, շրջվելով դեպի աղջիկը, ծնողներդ այս ամենը գիտեն։ Մայրս գիտի։ Նա էր, որ ինձ տվեց գիրքը պատմեց պատմությունը։ Բայց նա վախենում էր ձեզ պատմել, կարծում էր, թե կթվա, որ հին պարտք է պահանջում։ Իզաբելլան ժպտաց։ Ես նրան ասացի, որ դա պահանջ չէ, այլ երախտագիտություն։ Հելեն տատիկին խնամել է իմ ձնե շնորհակալություն հայտնելու այն ամենի համար, ինչ ձեր ընտանիքն արել է մեր ընտանիքի համար։ Այդ պահին Ռոզան հայտնվեց գրադարանի դռան մոտ, թեյով տնական թխվածքաբլիթներով սպուտեղը ձեռքին։ Էդվարդը նայեց նրան նոր աչքերով, տեսնելով նրա մեջ ոչ միայն ճանաչած նվիրված աշխատողին, այլ խնամողների մի տոհմի ներկայացուցչի, որը հուզել էր իր ընտանիքը այնպիսի ձեռով, որոնք նա նոր էր սկսում հասկանալ։ Ռոզա, դու գիտեիր, որ Իզաբելլան ինձ պատմելու է մեր հայրերի մասին։ Ռոզան սպուտեղը դրեց օժանդակ սեղանին ամաչկոտ ժպտաց։ Ես կարծում էի, որ ավելի լավ է թողնել, որ Իզաբելլան որոշի, թե երբ պատմի։ Պատմությունը նրանն է, կիսվելու համար։ Էդվարդը մոտեցավ Ռոզային, ի զարմանս նրա, գրկեց նրան։ Շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար։ Մեր ընտանիքը խնամելու, այսքան յուրահատուկ դուստր մեծացնելու, մի խոստում կենդանի պահելու համար, որի գոյության մասին ես նույնիսկ չգիտեի։ Ռոզան հուզվեց, ջերմորեն փոխադարձելով գրկախառնությունը։ Պարոն Էդվարդ, ձեր ընտանիքը։ Փրկեց իմ ընտանիքը, երբ ես ամենաշատն էի դրա կարիքն ունեցել։ Հիմա մեր հերթն է փորձել փրկել ձեր ընտանիքը։ Հելենը արցունքոտ աչքերով դիտում էր տեսարանը, հասկանալով, թե ինչպես էր այդ բացահայտումը էլ ավելի մեծ իմաստ հաղորդել իր վերականգնմանը։ Նրան խնամում էր ոչ միայն տաղանդավոր երեխա, այլ բուժման մի ավանդույթի ժառանգորդ, որի պահպանմանը նրա սեփական ընտանիքն էր օգնել։ Հենց այդ պահին Էդվարդի գրասենյակում հեռախոսը զանգեց։ Ռոզան գնաց պատասխանելու մի քանի րոպե անց վերադարձավ անհանգիստ արտահայտությամբ։ Պարոն Էդվարդ, Հելեն Մանուկյան հիմնադրամի քարտուղարն էր։ Նրանք ուզում են հաստատել տիկնոջ ներկայությունը հաջորդ ամսվա բարեգործական պարահանդեսին։ Հելեն Մանուկյանը հիմնադրամը ստեղծվել էր 15 տարի առաջ, ի պատիվ ընտանիքի մայրապետի, կենտրոնանալով անապահով համայնքների կրթության առողջապահության վրա։ Ամեն տարի նրանք գալա պարահանդես էին կազմակերպում, միջոցներ հանգանակելու համար, Հելենը միշտ եղել էր միջոցառման գլխավոր հյուրընկալը։ Նրա կաթվածից հետո Էդվարդն էր ստանձնել այդ պարտականությունները, բայց գիտեր, որ մոր բացակայությունը շահարկումների տեղիք էր տալիս նրա իրական վիճակի մասին։ Ինչ ասացիր նրանց, հարցրեց Էդվարդը։ Ասացի, որ կստուգեմ ձեզ հետ կվերադառնամ, պատասխանեց Ռոզան։ Բայց քարտուղարը նշեց, որ որոշ կարևոր դոնորներ հարցականի տակ են դնում, թե արդյոք տիկին Հելենը դեռ բավականաչափ լավ է, հիմնադրամը շարունակելու ղեկավարել։ Էդվարդը զգաց ծանոթ զայրույթը, որը սեղմում էր կուրծքը։ Մարդիկ, որոնք երբեք անկեղծ հետաքրքրություն չէին ցուցաբերել իր մոր բարօրության նկատմամբ, այժմ կասկածի տակ էին դնում նրա կարողությունները, հիմնվելով լուրերի շահարկումների վրա։ Հելենը, որը լսել էր ամբողջ զրույցը, փորձեց միայնակ վեր կենալ ներքնակից։ Մայրիկ, մի լարվիր, ասաց Էդվարդը, մոտենալով օգնելու։ Էդվարդ, Հելենի ձայնը ամուր էր, մի վճռականությամբ, որը նա վաղուց չէր լսել, ես գնալու եմ այդ պարահանդեսին։ Մայրիկ, չգիտեմ, թե դա լավ գաղափար է։ Շատ մարդիկ, շատ աղմուկ, շատ հարցեր։ Հենց դրա համար էլ պետք է գնամ, ընդհատեց Հելենը։ Մարդիկ պետք է տեսնեն, որ ես չեմ մահացել, որ մահճակալում բուսական կյանքով չեմ ապրում։ Նրանք պետք է հասկանան, որ ես դեռ իմ սեփական հիմնադրամի նախագահն եմ։ Իզաբելլան, որը լուր լսել էր զրույցը, մոտեցավ Հելենին։ Հելեն տատիկ, դուք ուզում եք պարահանդես գնալ հաշմանդամի սայլակով։ Հելենը նայեց աղջկան մի արտահայտությամբ, որը խառնում էր մարտահրավերն ու վճռականությունը։ Ոչ, Իզաբելլա։ Ես ուզում եմ այդ սրահ մտնել քայլելով։ Հաջորդած լռությունը լի էր ենթատեքստերով։ Հելենն առաջարկում էր մի բան, որը 3 ամիս առաջ կհամարվեր լիովին անհնար։ Նույնիսկ հիմա, իր գրանցած ամբողջ առաջընթացով, հանրային վայրում զգալի հեռավորություն քայլելը մոնումենտալ մարտահրավեր կլիներ։ Հելեն տատիկ, քանի՞։
Քայլ կա սրահի դռնից մինչ բեմ, հարցրեց Իզաբելլան, նրա միտքն արդեն հաշվարկում էր հնարավորությունները։ Էդվարդը, որը ճանաչում էր հյուրանոցի սրահը, որտեղ միշտ կազմակերպում էին միջոցառումը, ավտոմատ կերպով պատասխանեց. Մոտավորապես 20 մետր։ Մոտ 25 քայլ նորմալ քայլվածքով մարդու համար։ Իզաբելլան գլխով արեց, վերլուծական հայացքով ուսումնասիրելով Հելենին։ Մենք 4 շաբաթ ունենք մարզվելու համար։ Դա բավականաչափ ժամանակ է, եթե դուք պատրաստ եք ամեն օր ջանասիրաբար աշխատել։ Իզաբելլա, սա կարող է վտանգավոր լինել, անհանգստացավ Էդվարդը։ Եթե մայրս ընկնի 200 մարդու առաջ։ Նա չի ընկնի, ասաց Իզաբելլան բացարձակ համոզմունքով։ Հելեն տատիկն ավելի ուժեղ է, քան այդ սրահի ցանկացած մարդ կարող է պատկերացնել։ Եվ ես այնտեղ կլինեմ, համոզվելու, որ ամեն ինչ լավ կլինի։ Հելենը բռնեց Էդվարդի ձեռքը մի ուժով, որը զարմացրեց նրան։ Որդիս, ես 7 ամիս ընդունել եմ սահմանափակումներ, որոնք ուրիշներն են դրել ինձ վրա։ Հիմա ես ուզում եմ աշխարհին, ամենակարողը, ինքս ինձ, ցույց տալ, որ դեռ կարող եմ գերազանցել ցանկացած սպասում։ Էդվարդը նայեց մոր աչքերին, այնտեղ տեսավ այն վճռական կնոջը, որը նրան մեծացրել էր, որը զրոյից հիմնադրամ էր կառուցել, որը քաջությամբ արժանապատվությամբ դիմակայել էր վաղ այրությանը։ Հելեն Մանուկյանը վերադարձել էր, նա պատրաստ էր դա ապացուցել ցանկացածին, ով կասկածում էր։ Լավ, մայրիկ։ Մենք կմարզվենք այդ պարահանդեսի համար։ Բայց խոստացեք, որ եթե որևէ պահի սա դառնա վտանգավոր կամ շատ դժվար, դուք ինձ կասեք։ Իզաբելլան Հելենը դավադրական հայացքներ փոխանակեցին, ինչպես երկու դավադիրներ, որոնք պլանավորում են ամենամեծ հեղափոխությունը, որը այդ առանձնատունը երբեք տեսել էր։ Էդվարդ Քերի, կարող եմ օգտագործել լողավազանի տարածքը քայլելու մարզումների համար, հարցրեց Իզաբելլան։ Ջուրը միաժամանակ աջակցություն դիմադրություն է տալիս։ Դա կօգնի Հելեն տատիկին ուժեղացնել ոտքերը, առանց վնասվելու։ Էդվարդը գլխով արեց, արդեն մտովի պատկերացնելով այն փոփոխությունները, որոնք պետք է աներ լողավազանի տարածքում մարզումներին հարմարեցնելու համար։ Գուցե եզրերին հենակներ տեղադրեր, լողացող ներքնակներ, հատուկ վարժությունների համար, անշուշտ պետք է տաքացնել ջուրը, պատշաճ ջերմաստիճանը պահպանելու համար։ Հաջորդ շաբաթների ընթացքում Մանուկյանների առանձնատունը վերածվեց ինտենսիվ մարզումների դաշտի։ Առավոտները սկսվում էին լողավազանում, որտեղ Հելենը ջրում քայլել էր մարզում Իզաբելլայի Էդվարդի աջակցությամբ։ Կեսօրները նվիրված էին գրադարանում վարժություններին, որոնք այժմ կենտրոնացված էին հատկապես հավասարակշռության համակարգման դիմադրության վրա։ Երեկոներն ավարտվում էին հանգստացնող մերսման սեանսներով, օրվա մկանային լարվածությունը թուլացնելու համար։ Հելենը դիմակայեց ցավի, ծնկների բորբոքման պահերի օրերի, երբ հոգնածությունը կարծես անհնար էր դարձնում ցանկացած առաջընթաց։ Բայց յուրաքանչյուր դժվարության հետ նրա Իզաբելլայի վճռականությունը միայն աճում էր։ Էդվարդը դիտում էր այս արտասովոր համագործակցությունը մի կնոջ միջ, որը հրաժարվում էր ընդունել սահմանափակումները, մի երեխայի, որը հավատում էր, որ ոչինչ անհնար չէ, երբ բավականաչափ սեր նվիրվածություն կա։ Հելեն Մանուկյանը հիմնադրամի պարահանդեսը լինելու էր 3 շաբաթից, Հելենը պատրաստ էր աշխարհին ցույց տալ, որ որոշ հրաշքներ տեղի են ունենում, երբ ամենաքիչն է սպասում, բերված մի աղջկա փոքրիկ ձեռքերով, որը կատարում էր նախորդ սերունդների տված խոստումները։ Հելեն Մանուկյանը հիմնադրամի բարեգործական պարահանդեսի գիշերը եկավ սպասումի նյարդայնության խառնուրդով, որը էլեկտրական ամպի պես կախված էր առանձնատան վրա։ Էդվարդն արթնացել էր լուսաբացից առաջ, երրորդ անգամ ստուգելով այն պլանի բոլոր մանրամասները, որը նրանք անխոնջ փորձել էին վերջին 3 շաբաթների ընթացքում։ Հելենն ավելի վճռական էր, քան երբեք, բայց նա կարող էր տեսնել անհանգստությունը նրա աչքերում, երբ նա նայում էր մուգ կապույտ զգեստին, որն ընտրել էր այդ առիթի համար, կախված պահարանից որպես հույսի մարտահրավերի խորհրդանիշ։ Իզաբելլան եկավ սովորականից շուտ, իր հետ բերելով հատուկ պայուսակ, բոլոր այն նյութերով, որոնք կարող էին իրեն պետք գալ։ Հանգստացնող մերսման յուղեր, լրացուցիչ աջակցության համար էլաստիկ ժապավեններ, նույնիսկ իր նախնիների գիրքը, որը դարձել էր իր թալիսմանը կարևոր պահերին։ Աղջիկը տեսանելիորեն նյարդայնացած էր, բայց պահպանում էր այն վստահ կեցվածքը, որը ցուցաբերել էր Հելենի վերականգնման ամբողջ գործընթացի ընթացքում։ Ինչպես քնեցիք, Հելեն տատիկ, հարցրեց Իզաբելլան անմիջապես սկսելով մեղմ մերսում Հելենի ոտքերին, թուլացնելու ցանկացած մկանային լարվածություն, որը կարող էր կուտակվել գիշերվա ընթացքում։ Քիչ քնեցի, բայց ոչ վախից, պատասխանեց Հելենը, դիտելով Իզաբելլայի հմուտ ձեռքերի աշխատանքը։ Քիչ քնեցի, հուզմունքից։
Վաղուց ինձ այսքան կենդանի, այսքան ներկա չէի զգացել իմ սեփական մարմնում։ Էդվարդը դիտում էր բազկաթոռից, արդեն հագած իր սմոքինգը, բայց անընդհատ շտկելով փողկապը, սեփական անհանգստությունը վերահսկելու փորձով։ Վերջին շաբաթներին նա ականատես էր եղել առաջընթացի, որը հակասում էր ցանկացած բժշկական տրամաբանության։ Հելենն այժմ կարողանում էր աջակցությամբ քայլել զգալի հեռավորությունների վրա, նրա հավասարակշռությունը զարմանալիորեն կայուն էր դարձել, նրա մտավոր ուժն ավելի սուր էր, քան երբևէ։ Բայց մի բան էր մարզվել առանձնատան անվտանգության մեջ, բոլորովին այլ բան անել այս ամենը 200 մարդու առաջ, որոնք սպասում էին նրան տեսնել հաշմանդամի սայլակով։ Էդվարդ Քերի, դուք պետք է հանգստանաք, ասաց Իզաբելլան, նկատելով նրա դեմքի լարվածությունը։ Հելեն տատիկը կկարողանա միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ նա կկարողանա։ Նա զգում է ձեր էներգիան, եթե այդ էներգիան վախի էներգիա լինի, դա նրան կխանգարի։ Էդվարդը խորը շունչ քաշեց, հիշելով բոլոր այն անգամները, երբ Իզաբելլան նրան խորհուրդներ էր տվել, որոնք պարզ էին թվում, բայց խորապես իմաստուն էին լինում։ Վերջին ամիսներին այդ աղջիկը դարձել էր ոչ միայն իր մոր թերապտը, այլ մի տեսակ հոգոր ուղեցույց ամբողջ ընտանիքի համար, սովորեցնելով նրանց հավատքի, համառության անպայմանական սիրո փոխակերպող ուժի մասին։ Ռոզան մտավ սենյակ, իր հետ բերելով բաց վարդագույն մանկական զգեստ, խնամքով արդուկված պատրաստված։ Իզաբելլա, դու շատ գեղեցիկ կլինես։ Տիկին Հելեն, ուզում եք, որ օգնեմ դիմահարդարման հարցում։ Հելենը գլխով արեց, բայց հստակ կենտրոնացած էր այլ առաջնահերթությունների վրա։ Ռոզա, վստահ ես, որ ամեն ինչ պատրաստ է սրահում։ Ձեռնափայտը ճիշտ դիրքում է։ Էդվարդը ստուգել է այն երթուղին, որով մենք պետք է անցնենք։ Ամեն ինչ ստուգված վերստուգված է, մայրիկ, ասաց Էդվարդը, մոտենալով նրա ձեռքը բռնելու։ Հյուրանոցը ստացել է մեր բոլոր հրահանգները։ Ձեռնափայտը տեղադրված է հենց այնտեղ, որտեղ պայմանավորվել ենք, այն վայրում, որտեղ դուք դադար կառնեք ուշքի գալու համար։ Եվ ես ձեր կողքին կլինեմ ամեն քայլափոխի։ Իսկ ես մյուս կողմում կլինեմ, ավելացրեց Իզաբելլան մի վճռականությամբ, որը հակասում էր նրա տարիքին։ Եթե զգաք, որ կորցնում եք հավասարակշռությունը, կարող եք հենվել ինձ վրա։ Ես փոքր եմ, բայց ուժեղ եմ։ Հելենը ժպտաց, հուզված աղջկա նվիրվածությունից։ Վերջին ամիսներին Իզաբելլան դարձել էր շատ ավելին, քան թերապտ կամ ընտանիքի բարեկամ։ Նա դարձել էր այն թոռնուհին, որի մասին Հելենը միշտ երազել էր, իմաստուն հոգատար մի աղջիկ, որը նրան հիշեցնում էր իր սեփական ներքին ուժի մասին։ Միջոցառումից 2 ժամ առաջ նախապատրաստական թիմը ժամանեց առանձնատուն։ Վարսահարդարը, որը միշտ խնամել էր Հելենին կարևոր միջոցառումներից առաջ, պրոֆեսիոնալ դիմահարդար, որին Էդվարդն էր վարձել, նույնիսկ մի ֆիզիոթերապտ, որը զգուշորեն կուղեկցեր միջոցառմանը ցանկացած արտակարգ իրավիճակի համար։ Հելենը ենթարկվեց բոլոր նախապատրաստություններին թագուհու համբերությամբ, որը պատրաստվում է թագադրման։ Երբ վերջապես պատրաստ էր, Հելենն անճանաչելի էր որպես այն կինը, որը ամիսներ շարունակ անշարժ անցկացրել էր հիվանդանոցային մահճակալում։ Նրա ալեխառն մազերը նրբագեղորեն հավաքված էին բարդ կոկոնով, դիմահարդարումն ընդգծում էր նրա աչքերին վերադարձած փայլը, մուգ կապույտ զգեստը նրան 10 տարով երիտասարդ էր դարձնում։ Բայց ամենատպավորիչը նրա կեցվածքն էր, ուղիղ, արժանապատիվ, ճառագայթելով մի վստահություն, որը ստիպում էր ցանկացած դիտորդի լիովին մոռանալ, որ նա ծանր կաթված էր տարել։ Մայրիկ, դու շլացուցիչ ես, ասաց Էդվարդը, առաջարկելով իր թը նրան մեքենա ուղեկցելու համար։ Ոչ, որդիս։ Ես պատրաստ եմ, պատասխանեց Հելենը, ձայնի մեջ մի ամրությամբ, որը կասկածի տեղ չէր թողնում։ Պալասը հյուրանոցը, որտեղ ավանդաբար կազմակերպում էին պարահանդեսը, զարդարված էր հիմնադրամի գույներով, սպիտակ ոսկեգույն, շքեղ ծաղկային կոմպոզիցիաներով։ Գլխավոր սրահը, որը կարող էր տեղավորել 300 մարդ, լեփ-լեցուն էր քաղաքի սոցիալական գործարար էլիտայով։ Շատ հյուրեր եկել էին անկեղծորեն հետաքրքրված բարեգործական նպատակով, բայց Էդվարդը գիտեր, որ զգալի մասն այնտեղ էր հիվանդագին հետաքրքրասիրությունից դրդված, տեսնելու Հելեն Մանուկյանին իր ներկայիս վիճակում։ Հյուրանոցից դուրս Հելենը մի քանի լրացուցիչ րոպե մնաց մեքենայում, փակելով աչքերը կենտրոնանալով այն հրահանգների վրա, որոնք Իզաբելլան նրան տվել էր։ Խորը շնչիր, պատկերացրու յուրաքանչյուր քայլը, զգաք, թե ինչպես են մկաններն արձագանքում քո հրամաններին, հիշիր, որ դու ավելի ուժեղ ես, քան ցանկացած սպասում, որ նրանք ունեն քո մասին։ Իզաբելլան նրա կողքին էր նստարանին, հագած իր վարդագույն զգեստը բռնած փոքրիկ պայուսակը, արտակարգ իրավիճակների համար նյութերով։
Հելեն տատիկ, ուզում եք, որ ասեմ այն կախարդական խոսքերը, որոնք նախատատը սովորեցնում էր զինվորներին մարտերից առաջ։ Հելենը բացեց աչքերը ժպտաց։ Որոնք են այդ խոսքերը, սիրելիս։ Քաջությունը վախ չունենալը չէ։ Քաջությունը վախենալով հանդերձ այն անելն է, ինչ պետք է արվի։ Իզաբելլան բռնեց Հելենի ձեռքը։ Դուք ավելի շատ քաջություն ունեք, քան ցանկացած զինվոր, որին նախատատս երբեք խնամել է։ Էդվարդն առաջինը իջավ մեքենայից, դիմավորվեց ողջույնների մոր վիճակի մասին զուսպ հարցերի տարափով։ Նա պահպանում էր անորոշ, բայց սիրալիր պատասխաններ, հոգեբանորեն պատրաստելով հյուրերին նրան, ինչին պատրաստվում էին ականատես լինել։ Երբ պահը հասավ, Էդվարդը վերադարձավ մեքենա առաջարկեց իր թ Հելենին։ Նա ընդունեց աջակցությունը, բայց Էդվարդը կարող էր զգալ, որ նա չէր հենվում իր վրա։ Նա օգտագործում էր նրան միայն որպես ուղեցույց, պահպանելով սեփական կայունությունը այն ուժով, որը վերանվաճել էր Իզաբելլայի նվիրվածության ամիսների շնորհիվ։ Հյուրանոց մուտք գործելը առաջին փորձությունն էր։ Հելենը քայլեց մոտ 10 մետր ավտոկայանատեղիից մինչ գլխավոր դուռը ամուր վստահ քայլերով։ Հյուրանոցի աշխատակիցները, որոնք զգուշորեն տեղեկացվել էին իրավիճակի մասին, դիտում էին հարգալից զարմանքի արտահայտություններով։ Հյուրանոցի նախասրահում առաջին հյուրերը, որոնք տեսան Հելենին, արձագանքեցին տեսանելի ցնցումով։ Շատերը սպասում էին նրան տեսնել հաշմանդամի սայլակով, գուցե թուլացած տեսքով, անշուշտ կախված մշտական խնամքից։ Փոխարենը, նրանք գտան մի նրբագեղ կնոջ, որը քայլում էր արժանապատվությամբ ճառագայթում էր մի ներկայություն, որը գերիշխում էր ցանկացած միջավայրում։ Հելեն, իսկապես դու ես, հարցրեց Մարգարիտ Սարգսյանը, ընտանիքի հին բարեկամուհին, որը չէր այցելել վերականգնման ընթացքում։ Նրա ձայնում զարմանքի անկեղծ հիացմունքի խառնուրդ կար։ Բար, Մարգարիտ։ Հրաշալի է քեզ տեսնել, պատասխանեց Հելենը, ջերմ գրկախառնությամբ ողջունելով ընկերուհուն։ Հուսով եմ, պատրաստ ես հատուկ երեկոյի։ Էդվարդը դիտում էր շուրջ բոլորը եղած արձագանքները, նկատելով, թե ինչպես էին զրույցները դառնում շշուկներ, երբ մարդիկ ճանաչում էին Հելենին։ Որոշ արտահայտություններ ցույց էին տալիս անկեղծ ուրախություն նրան վերականգնված տեսնելու համար, մյուսները բացահայտում էին վատ քողարկված հիասթափություն, չգտնելով այն ողբերգությունը, որը սպասում էին տեսնել։ Իզաբելլան մնում էր մոտ, բայց զուսպ, հագնված որպես նրբագեղ երեխա, որն ուղեկցում էր ընտանիքին սոցիալական միջոցառմանը։ Միայն Էդվարդն ու Հելենը գիտեին, որ նա շատ ավելին էր, քան դա։ Նա այն լուռ պահապանն էր, որը հնարավոր էր դարձրել այդ պահը։ Վերջապես հասավ վճռորոշ պահը։ Հելենը պետք է հատեր գլխավոր սրահը, մուտքի դռնից մինչ բեմ, որտեղ նա պետք է իր տարեկան ելույթն ունենար, որպես հիմնադրամի նախագահ։ 25 քայլ, որոնք ներկայացնում էին ամիսների տքնաջան աշխատանք, անսասան վճռականություն, մի հավատք, որը մարտահրավեր էր նետել բոլոր բժշկական կանխատեսումներին։ Սրահը աստիճանաբար լռեց, երբ հյուրերը հասկացան, որ Հելենը բեմ է գնում քայլելով, ոչ թե տեղափոխվելով։ Էդվարդը նրա աջ կողմում էր, առաջարկելով ավելի շատ բարոյական, քան ֆիզիկական աջակցություն։ Իզաբելլան ռազմավարական դիրք էր զբաղեցրել ամբոխի մեջ, պատրաստ միջամտելու անհրաժեշտության դեպքում, բայց վստահ, որ դա պետք չի լինի։ Հելենը սկսեց քայլել։ Առաջին քայլն արվեց ամրությամբ, երկրորդը՝ աճող վստահությամբ։ Հինգերորդ քայլին նա կարճ կանգ առավ այն դիրքում, որտեղ դրել էին նրբագեղ ձեռնափայտը, ավելի շատ դեկորատիվ, քան ֆունկցիոնալ մի իր, բայց որը կծառայեր որպես հոգեբանական աջակցություն քայլքի երկրորդ կեսի համար։ Ամեն ինչ լավ է, մայրիկ, շշնջաց Էդվարդը։ Ամեն ինչ կատարյալ է, որդիս, պատասխանեց Հելենը, նրա ձայնը լի մի խաղաղությամբ, որը վարակեց բոլորին։ Նա վերսկսեց քայլքը, այժմ ձեռնափայտը ձախ ձեռքին, Էդվարդը աջ թին։ Հյուրերը բնականորեն հետ քաշվեցին, ստեղծելով հարգանքի միջանցք, որն ուղիղ տանում էր դեպի բեմ։ Սրահի լռությունը բացարձակ էր, ընդհատվում էր միայն Հելենի կրունկների մեղմ ձայնով, որոնք դիպչում էին մարմարե հատակին։ 10-րդ քայլ, 11-րդ, 12-րդ։ Հելենը պահպանում էր կայուն ռիթմը, վերահսկված շնչելով, ինչպես Իզաբելլան էր սովորեցրել, պատկերացնելով յուրաքանչյուր շարժումը, նախքան այն կատարելը։ Էդվարդը կարող էր զգալ մոր ուժեղ կենտրոնացումը, բայց նա մի խորը ուրախություն, որը ճառագում էր նրա յուրաքանչյուր քայլից։ 15-րդ քայլին տեղի ունեցավ այն, ինչից Էդվարդն ամենաշատն էր վախենում։ Հելենը թեթակի սայթաքեց, նրա ձախ ոտքը մի վայրկյան տատանվեց։ Սրահը միասնաբար շունչը պահեց։ Բայց Հելենն անմիջապես ուշքի եկավ, ժայռի պես ամուր, շարունակեց քայլել, չկորցնելով տեմպը։
20-րդ քայլ, 21-րդ, 22-րդ։ Բեմի հիմքն արդեն մոտ էր, ընդամենը 3 ցածր աստիճան, որոնք Հելենը պետք է բարձրանար ամբիոնին հասնելու համար։ Էդվարդը զգաց, որ իր շնչառությունն արագանում է, բայց մոր ձեռքը նրա թին մնում էր ամուր վստահ։ 23-րդ քայլ, 24-րդ, 25-րդ։ Հելենը հասավ բեմի հիմքին, մի պահ կանգ առավ, նայելով իր արջի աստիճաններին։ Էդվարդը պատրաստվեց օգնելու նրան, բայց նա նրբորեն գլուխը թափահարեց, ցույց տալով, որ ուզում է միայնակ բարձրանալ։ Մեկ առ մեկ Հելենը բարձրացավ 3 աստիճանները։ Յուրաքանչյուր շարժումը հաշվարկված էր, միտումնավոր, ուժի մի ցուցադրություն, որը շատ ավելին էր, քան ֆիզիկականը։ Երբ վերջապես հասավ ամբիոնին, շրջվեց դեպի հանդիսատեսը, սրահը պայթեց ծափահարություններից։ Դրանք քաղաքավարի կամ արարողակարգային ծափահարություններ չէին։ Դա անկեղծ, հուզված օվացիա էր մարդկանց կողմից, որոնք հենց նոր ականատես էին եղել մի բանի, որը գերազանցում էր բժշկական կամ սոցիալական սպասումները։ Շատ հյուրեր տեսանելիորեն հուզված էին, ոմանք բացահայտ լաց էին լինում, տեսնելով Հելենին ոչ միայն գոյատելիս, այլ հաղթանակած այն հանգամանքների վրա, որոնք կպարտեցնեին շատ ավելի երիտասարդ մարդկանց։ Հելենը մոտեցավ խոսափողին, ձեռնափայտը դրեց ամբիոնի կողքին, ճառագող ժպիտով նայեց հանդիսատեսին։ Բարի երեկո բոլորիդ։ Աննկարագրելի ուրախություն է այստեղ լինել ձեզ հետ։ Նրա ձայնը պարզ էր, ուժեղ, լի մի հուզմունքով, որը վարակեց յուրաքանչյուր ներկայի։ Էդվարդը, դիտելով բեմի կողքից, զգաց արցունքներ, որոնք չփորձեց թաքցնել։ Իզաբելլան, ամբոխի մեջ, ժպտաց այն լուռ բավարարվածությամբ, որով կատարում են անհնարին թվացող խոստումը։ Հելենն իր տարեկան ելույթն ունեցավ հիմնադրամի նպատակների, ընթացիկ նախագծերի համայնքային համերաշխության կարողության մասին։ Բայց բոլորը գիտեին, որ այդ գիշերվա իրական ուղերձը ոչ թե նրա արտասանած բառերի մեջ էր, այլ նրա պարզ ներկայության մեջ այդ բեմում, կանգնած որպես կենդանի վկայություն, որ մարդկային սահմանները շատ ավելի ճկուն են, քան բժշկությունը երբեմն մեզ ստիպում է հավատալ։ Երբ Հելենն ավարտեց ելույթը, իջավ բեմի աստիճաններով նույն արժանապատվությամբ, որով բարձրացել էր։ Վերադարձի քայլքն ավելի հանգիստ էր, քանի որ նա ապացուցել էր այն ամենը, ինչ պետք է ապացուցեր։ Հյուրերը մոտեցան նրան ողջունելու, շատերը արտահայտելով անկեղծ հիացմունք նրա արտասովոր վերականգնման համար։ Գիշերվա վերջում, վերադառնալով առանձնատուն, Հելենը նստեց իր գրադարանի բազկաթոռին, այժմ լիովին ուժասպառ, բայց բավարարվածությունից ճառագող։ Էդվարդն ու Իզաբելլան ուղեկցում էին նրան, երեքը կիսելով հարմարավետ լռություն, մարսելով տեղի ունեցածի մեծությունը։ Իզաբելլա, վերջապես ասաց Էդվարդը, ես չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել քեզ այս ամենի համար։ Դու վերադարձրիր մորս մեր ընտանիքին, դու մեզ մի հույս տվեցիր, որը կարծում էինք, թե կորցրել ենք։ Ես ուզում եմ ինչ-որ բան անել քեզ համար, քո ընտանիքի համար։ Կարող եմ վճարել քո ուսման համար, ավելի լավ տուն տալ քո ծնողներին, կրթական հիմնադրամ ստեղծել։ Իզաբելլան մեղմորեն գլուխը թափահարեց։ Էդվարդ քեռի, ես դա չեմ արել վարձատրություն սպասելով։ Ես դա արել եմ, որովհետև դա ճիշտ էր։ Նախատատս ինձ սովորեցրել է, որ մարդկանց բուժելը նվեր է, ոչ թե բիզնես։ Բայց մինույն է, պնդեց Էդվարդը, դու արժանի ես պարգատրման։ Քո ընտանիքն արժանի է ավելի հարմարավետ կյանք ունենալ։ Եթե դուք ուզում եք ինչ-որ բան անել իմ ընտանիքի համար, մտածկոտ ասաց Իզաբելլան, կարող եք կալվածքի հետի փոքրիկ տունը տալ մորս ապրելու համար։ Եվ եթե կարող եք, կցանկանայի մի հիմնադրամ ուսումը շարունակելու համար, որովհետև ուզում եմ ավելին սովորել բժշկության մասին, օգնելու այլ մարդկանց, ինչպես օգնեցի Հելեն տատիկին։ Էդվարդը ժպտաց, հուզված աղջկա համեստությունից, ապագայի տեսլականից։ Իհարկե, Իզաբելլա։ Տունը ձերն է։ Եվ դու կունենաս լավագույն կրթությունը, որը մենք կարող ենք ապահովել։ Հելենը բռնեց Իզաբելլայի ձեռքը, նրա աչքերը փայլում էին երախտագիտությունից։ Սիրելիս, դու ինձ ավելին տվեցիր, քան ոտքերի շարժումը։ Դու ինձ վերադարձրիր ապրելու կամքը։ 6 ամիս անց Մանուկյանների առանձնատան կյանքը նոր ռիթմ էր գտել։ Հելենն ամեն օր քայլում էր այգում, անձամբ խնամելով իր սիրելի վարդերը։ Նրա ձեռքերը, որոնք այդքան երկար անշարժ էին մնացել, այժմ աշխատում էին հողի հետ նույն նրբությամբ, որով Իզաբելլան օգտագործել էր դրանք արթնացնելու համար։ Գրադարանը շարունակում էր մնալ հատուկ վայր, բայց այժմ օգտագործվում էր ինչպես ընթերցանության, այնպես էլ շաբաթական սեանսների համար, որտեղ Հելենն ու Իզաբելլան միասին էին աշխատում, ոչ թե վերականգնման, այլ առողջության բարեկեցության պահպանման ուղղությամբ։
Նախնիների գիրքը պատվավոր տեղ էր գտել հատուկ գրադարակում, ժամանակակից բժշկական գրքերի կողքին, որոնք Էդվարդը գնել էր Իզաբելլայի համար, ուսումը շարունակելու։ Իզաբելլան, այժմ 11 տարեկան, աչքի էր ընկել դպրոցում ոչ միայն ակադեմիական, այլ կենսաբանական գիտություններում իր արտասովոր ունակություններով։ Նրա ուսուցիչները անընդհատ նշում էին մարդկային մարմնի նկատմամբ նրա ինտուիտիվ հասկացողությունը բնական կարեկցանքը, դասընկերներին փոքր վնասվածքներով կամ անհարմարություններով օգնելիս։ Այս շաբաթ առավոտյան Իզաբելլան պատրաստվում էր մասնակցել մարզային գիտական տոնավաճառին, ներկայացնելով ավանդական ժամանակակից բժշկության մասին մի նախագիծ, որը մշակել էր Հելենի հետ ունեցած իր փորձի հիման վրա։ Էդվարդը նրան տանելու էր մրցույթին, հպարտ, ինչպես հայրը, այն աղջկա համար, որը դարձել էր իր ընտանիքի անբաժանելի մասը։ Էդվարդ Քերի, Հելեն տատիկը կկարողանա դիտել իմ ներկայացումը, հարցրեց Իզաբելլան, իր նյութերը դասավորելով գրադարանում։ Նա աշխարհում ոչ մի բանի համար բաց չի թողնի դա, պատասխանեց Էդվարդը։ Ի դեպ, նա պատրաստվում է քեզ անակնկալ մատուցել։ Հելենն այդ պահին մտավ գրադարան, իր հետ բերելով խնամքով պատրաստված փաթեթ։ Իզաբելլա, սիրելիս, քեզ համար մի բան ունեմ։ Աղջիկը զգուշորեն բացեց նվերը, բացահայտելով իր նախատատի գրքի ժամանակակից, կազմված տարբերակը։ Էդվարդը հանձնարարել էր լուսանկարել թվայնացնել յուրաքանչյուր էջը, ստեղծելով հատուկ հրատարակություն, որը պահպանում էր նախնիների ամբողջ գիտելիքը, բայց ավելի դիմացկուն ընթեռնելի ձով։ Այժմ դու կարող ես շարունակել քո ընտանիքի ավանդույթը, բայց նա ավելացնել քո սեփական գիտելիքները, ասաց Հելենը։ Պատկերացնում եմ, որ մի օր դու կուզենաս գրել քո սեփական բաղադրատոմսերն ու տեխնիկաները, քո դստերը թողնելու համար։ Իզաբելլան գրկեց Հելենին մի հուզմունքով, որը ստիպեց Էդվարդի աչքերս մեկ անգամ արցունքներով լցվել։ Այդ արտասովոր աղջիկը փոխել էր ոչ միայն իր մոր ֆիզիկական առողջությունը, այլ ընտանիքի ամբողջ էմոցիոնալ դինամիկան, սովորեցնելով նրանց երախտագիտության, համառության նվիրված սիրո փոխակերպող ուժի մասին։ Երբ նրանք մեկնեցին գիտական տոնավաճառ, Հելենը ձեռքով արեց պատուհանից, նրա շարժումները սահուն բնական էին, կարծես երբեք որևէ ընդհատում չէր եղել նրա կենսունակության մեջ։ Ռոզան աշխատում էր այգում, հին երգ երգելով, մինչ խնամում էր այն ծաղիկները, որոնք տիկին Հելենը տնկել էր, իր վերականգնումը նշելու համար։ Մանուկյանների տունը դարձել էր կենդանի վկայություն, որ հրաշքներ տեղի են ունենում, երբ մենք գտնում ենք ճիշտ մարդկանց ճիշտ պահին, երբ թույլ ենք տալիս մեզ հավատալ հնարավորությունների, որոնք ավանդական բժշկությունը համարում է անհնար, երբ հասկանում ենք, որ բուժելը շատ ավելին է, քան գիտական տեխնիկաներ կիրառելը։ Դա նասեր, նվիրվածություն մեր սիրելիներից հրաժարվելու բացարձակ մերժումն է։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հելենի, Էդվարդի Իզաբելլայի ճանապարհորդությունը խորապես հուզել է ձեր սրտերը։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ երբեմն մեր փնտրած պատասխանները գալիս են ամենաանսպասելի վայրերից, մի երեխայի ձեռքերով, որը կրում է անցյալ սերունդների իմաստությունը։ Եթե դուք հուզվել եք այս հաղթահարման պատմությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում, կիսվեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային ոգու արտասովոր ուժը, երբ այն հրաժարվում է ընդունել պարտությունները։ Մինչ հաջորդ պատմություն, միշտ հիշեք, երբեք մի թերագնահատեք սիրո վճռականության փոխակերպող ուժը։